Բարացես նստի։ 2026 թվականի փետրվարի 23-ի նշանակված դատական նիստը հայտարարում է բացված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հանդիսանալով տվյալ դեպքում որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերիամ Բարցումյանի, Աշոտ Հայրապետյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկոյանի դրամբաց դատական նիստում քննության առում Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործնաստ արդարության նախարարի կողմից ներկայացված միջնորդությամբ։ Ստերի քարտուղարան խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել նիստին։ Դատական նիստին ներկայացել են Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը, Դավիթ Հարությունյանը եւ Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը։ Շատ լավ։ Պարոն Հարությունյան կամ ներկայացուցիչ նախորդ նիստում որոշվեց, որ այսօր պետք է ներկայացնենք ձեր միջնորդությունը վկաների հետ կապված, եթե ես չեմ սխալվում, խնդրեմ կարող եք սկսել։ Հարգելի խորհուրդ, մինչև վկաներին վերաբերող միջնորդությունները ներկայացնելու հարցը, ես կարելի ասել հրատապ միջնորդություն ունեմ։ Փետրվարի 20-ին նախորդ նիստը տեղի է ունեցել, ինչպես գիտենք, մեր բոլոր դատական նիստերը հեռարձակվում է Բարձրագույն դատական խորհրդի կամ դատական դեպարտամենտի Facebook-յան, YouTube-յան էջերով, մինչև այս պահը դա չի զետեղվել, ես չգիտեմ դրա պատճառը շաբաթ կիրակին է եղել, թե իմ նկատառումներն են, բայց ես գտնում եմ, որ այդ դատական նիստը չպիտի, այսպես ասած, եթեր դուրս գա կամ տարածվի, հաշվի առնելով, որ այդ օրը Բարձրագույն դատական խորհրդի առանձին անդամի կամ անդամների կողմից կատարվել են այնպիսի պնդումներ, որոնք կարող են վնասել դատական իշխանության եւ մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը եւ դրա հետ կապված էլ ես ունեմ բացարկի միջնորդություն, բացարկի միջնորդությունը նախ եւ առաջ պետք է ներկայացնեմ հարգելի պարոն Թումանյանին, եթե պետք է մանրամասնեմ այս պահին, ինչի մասին եմ խոսում, կմանրամասնեմ, եթե ոչ, ապա թույլ տվեք ներկայացնեմ բացարկի միջնորդությունը, որը բացառապես կապված է փետրվարի 20-ին տեղի ունեցած Բարձրագույն դատական խորհրդի անդամի կողմից արված պնդումների դատողությունների հետ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ վերաբերում է դատական նիստը հրապարակելը, այդ իրականում մեր գործառույթների մեջ բացարձակ չի մտնում, ենթադրվում է ողջամտորեն միգուցե շաբաթ եւ կիրակի օրերի ոչ աշխատանքային օրերն են եղել պատճառը, ես այս բան տեղեկատվություն չեմ տիրապետում, խորհրդի անդամներն են ոնց որ թե նման տեղեկատվություն չունեն։ Այդքանով, եթե բացարկի միջնորդություն ունեք, կարող եք ներկայացնել ձեր բացարկի միջնորդությունը։ Հարգելի խորհուրդ, մենք էլ մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Նախորդ անգամ իմ մոտ կամ նախորդ անգամներում ընթացքում իմ մոտ տպավորություն առաջացավ, որ եթե մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի անդամի վերաբերյալ ներկայացնում են բացարկի միջնորդություն, դա ճակերտներում կարող է ընկալվել վիրավորանք կամ ոչ հաճելի, եթե մասնավորապես ու հատկապես պարոն Թումանյանը կամ խորհուրդը կգտնի, ես սա կցանկանայի ներկայացնել դռնփակ դատական նիստում, քանի որ ինչպես նշեցի, այդտեղ արծարծվող հարցերը հնարավոր է իմ տեսակետից ամեն դեպքում վնասեն դատական իշխանության, մասնավորապես եթե Բարձրագույն դատական խորհուրդն է դրանում մտնում, նաև Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը։ Որովհետև այդ ընթացքում ըստ ինձ կատարվել են համապատասխան պնդումներ, ի թիվս այլոց մասնավորապես Ալգարժան պարոն Թումանյանի կողմից։ Դռնփակ քննարկելու հասկացա, հիմա համ պարզաբանում, համ իրավիճակային sense քննարկումը տանենք առաջ։ Եթե գտնում եք, որ պետք է միջնորդություն ներկայացնեք դռնփակ, դուք
կպնդեք, մենք ըստ դրա այդ որոշումը կայացնենք տրմփակության ռեժիմով հարցը քննարկելու վերաբերյալ, բայց եթե իհարկե ես չեմ սխալվում, նաև նախորդ նիստին արկային լրատվամիջոցներ, որոնց որ ուղիղ եթերում են նաև ուղիղ եթեր եղել։ Չէ՞, ես ճիշտ եմ հիշում, կարող եք դուք հիշեցնեք կամ չգիտեմ։ Նախորդ դատական նիստում ներկա են գտնվել քաղաքացիներ, դրմբաց դատական նիստ եղել քաղաքացիներ, կոնկրետ տեսագրություն, ինչպես նաև ձայնագրություն կատարվել է իմ կողմից, բայց լրատվամիջոցների ներկայության մասին տեղեկատվություն չեմ հիշում, որ կոնկրետ որևէ լրատվամիջոց ներկա գտնված լիներ։ Այո, այս մեր գործընկերները ներկա ձեր անձինք են, հա, այսինքն դուք եք ապահովել, բացի աղցիկներից մեկը կոպիտ ասած Չակերտյանը իմն է, այո, իմն է։ Մեկը ձերն է, այն մեկը չոստերեն, որոնց հետ ես կապ չունեմ։ Դուք փաստինֆոյից եք։ Նախորդ նիստին եղել եք դուք։ Ուրբաթ օրը։ Հա։ Այն ուղիղ եթերի ընտազոցը լսում էի, մի հատ սարք կա չէ, ասենց ցենը հանում, տենց էր տպավորվել մեջս, ճիշտն ասած։ Լավ, ինչև եղել են կամ չեն եղել, հիմա եթե դուք գտնում եք, որ այդ պետքա դռնփակ ներկայացնեք, դռնփակում ներկայացնելու վերաբերյալ այդ միջնորդությունն էլ պետքա դռնփակ քննենք, մենք արդեն փորձ ունեցել ենք, նաև օրենքն է այդպիսին, հիմա լսենք ձեր վերջնական դիրքորոշումը, եթե գտնում եք, որ դա անհրաժեշտ է, գտնում եք, որ դռնփակության ռեժիմով միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն ունեք, կպնդեք, մենք կանցնենք դռնփակ ռեժիմի, կլսենք ձեր միջնորդությունը, ըստ դրա կորոշենք պարզ է դռնփակ թե դռնբաց, եւ դրանից հետո նոր կներկայացնեք ձեր այն հիմնական միջնորդությունը, որը որ գտնում եք, որ անհրաժեշտ է ներկայացնել ձեր ասած ձևով։ Խնդիրը ուղղակի նշեմ, որ որևէ կերպ պայմանավորված չէ իմ իրավունքների իրացմամբ կամ ընդհանրապես ինձ վերաբերող չէ, այսինքն դռնփակության պահանջը, սա բացառապես, ինչպես նշեցի, եթե ընդունենք ես դատավոր եմ, նոր միայն այդ դեպքում կարող է ինձ վերաբերվել, բայց այս համատեքստում պնդում եմ միջնորդությունը, այսինքն այն միջնորդությունը, որ այդ հարցը քննարկվի դռնփակ դատական նիստում, ինչպես նշեցիք, ինչպես կատարվել է նախորդ անգամ։ Լավ, խորհրդի անդամների բանն են ասելու այս բանը, մտնենք դռնփակության ռեժիմ լսենք։ Շատ լավ, այդ դեպքում մտնենք դռնփակության ռեժիմ, դռնփակ նիստում միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկենք, այնուհետև միջնորդություն։ Ես ուղղակի խնդրեմ, որ ինձ պատկանող տեսախցիկը, այսպես Չակերտյանում ինձ պատկանող տեսախցիկը մնա, քանի որ դա զուտ իմ անձնական օգտագործման համար է, դա եթերի համար չի, քանի դեռ խորհրդի թույլտվությունը ես հետագայում չստանամ։ Հաշվի առնելով, որ նախկինում այդ տեղի ունեցած այսպես Չակերտյանում խոտանները։ Սա այսինքն կարող է խորհրդի անդամների վրա նաև ուղղված չլիներ, բայց սա կոնկրետ իմ համար այս դատական լիստերը վերցանելու մենք ձայնագրառումը կստուգենք ու կտանենք առաջ։ Հիմա թող տեսախցիկները անջատեն, պարոն Հարությունյան, ձայնագրառումը մի հատ կստուգենք, որ ձեր մտավախությունը դուրս գա։ Բոլորը անջատեք ու խնդրում եմ դուրս եկեք։ անջատեք։ Կարող եք սկսել, պարոն Հարություն։ Այսպեսով նշեմ, որ միջնորդությունս չբավարարվեց, դռնփակ իրականացնելու հետ կապված, որը կապված չէ իմ իրավունքների հետ։ Ամեն դեպքում ես ներկայացնեմ բացարկի միջնորդությունը, մասնավորապես այս պահին Կարեն Թումանյանին, ԲԴԽ ոչ դատավոր անդամ Կարեն Թումանյանին բացարկի միջնորդությունն է, այն ծավալուն է, ես նախկինում ներկայացված հիմնավորներ կամ հիմքեր չեմ ընթերցի, որոնք խորհրդի կողմից ոչ հիմնավոր էին համարվել, անդրադառնամ կոնկրետ փետրվարի 20-ին տեղի ունեցած իրադարձություններով կամ վերջինիս գործողությունների հետ կապված հարցերին։ Շատ լավ, հիմա մի հրապարակում անեմ, նախ արձանագրենք, որ դռնփակ նիստում անցկացնելու վերաբերյալ հարցը քննարկվեց դռնփակության ռեժիմում եւ որոշվեց, որ անհրաժեշտությունը չկա դռնփակ նիստում ուսումն միջնորդությունը լսելու։ Հիմա պարոն Հարությունյան, դուք ասացիք, եթե ես ճիշտ լսեցի ու ճիշտ հասկացա, որ նախկինում ներկայացված հիմքերը չեք ընթերցի,
կարգավորումն էլ համենայն դեպս բոլորս գիտենք իմ կարծիքով, որ նախկինում ներկայացված նույն հիմքերով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու արգելք կա օրենսդրությամբ սահմանված, ուզում եմ հասկանալ, դրանք այնուամենայնիվ ներառել եք ձեր գրավոր տարբերակի մեջ եւ պատրաստում եք այդ գրավորը ներկայացնել մեզ, թե գրավոր ներկայացնել եմ, կարող ենք նաեւ համարել, որ դա նախապատմություն է, որը իմ կարծիքով եւս մեկ փաստարկ է, որը կարող է հիմնավորել իմ միջնորդությունը, բայց դրանք հարկ չեմ համարում փաստարկելիս բանավոր ներկայացնելու դեպքում։ Ես գրավոր տարբերակը շատ լավ, ամեն դեպքում եւս մեկ անգամ պարզաբանեմ, որ բացարկի միջնորդությունը, ինչպես դուք ասեցիք, բացառապես վերաբերում է 2026 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած իրադարձություններով կամ հայտարարություններով, հրապարակումներով, ինչը ձեզ առաջարկում եմ ներկայացնել հենց այդ շրջանակում բացառապես ամսի 20-ին տեղի ունեցածի շրջանակում։ Այսպիսով, կետ 44-ից եմ ընթերցում, կփորձեմ ավելի հակիրճ, փետրվարի 20-ին ԲԴԽ անդամները հարց են տվել կողմին, վարույթի վերաբերյալ նախնական դիրքորոշում ներկայացած անձին, այսինքն ինձ։ Նիստի ընթացքում խորհրդի անդամների կողմից ուղղված հարցադրումները, դրանց ձևակերպումները եւ դրսեւորած վարքագիծը ողջամիտ կասկած են հարուցել նրանց անաչառության վերաբերյալ ձայնագրառման ուսումնասիրությունը եւ դրա վերարտադրումից պարզվել է ու հաստատվել է հետեւյալը։ Նախ եւ առաջ նվազագույնն եմ սկսում, որը պետք է փաստել հետեւյալն է, խորհրդի անդամ Թումանյանի կողմից նիստի ընթացքում բազմիցս օգտագործվել են ձևակերպումներ, որոնցով նա բացահայտ արտահայտել է իր քվեարկության կազմակերպման ընթացքը, իր ներքին համոզմունքի ձևավորման փուլը, իրավական գնահատականի հնարավոր ուղղությունը, կանխակալ եղանակով գնահատել կողմի խոսքերը, նշել է օրինակ, որ կատարել է ապահովների կամ փաստերի ինքնուրույն որոնում, ուղղակի խոսքի մեջ բերումով Google է արել, ու սա նշեմ, որ առաջի անգամ չէ, մեկ առիթել է եղել, այդպիսի հրապարակային գնահատականները, գործողությունները, արտահայտությունները համադրված հարցադրումների մեղադրական կառուցվածքի հետ կարող է ողջամիտ դիտորդի մոտ ստեղծել նախապես ձևավորված վերաբերմունքի տպավորություն։ Պետք է փաստել, որ հարցադրումները զարմացար եղել է, որ դուք այս հարցակումը կամ եթե դուք այդպիսի տեսակը գնահատեք հարցակում քննադատեք, դուրս է քննարկվող վարույթի առարկայից, դուրս է եղել, կամ կարող է հեգնական վերաբերմունքի տպավորություն թողնել, քանի որ գործը չի վերաբերվում դատավորի նախորդ տարիների հրապարակային դիրքորոշումներին կամ դրանց բացակայությանը, որոնք կարելի է գնահատել նվազագույնը ոչ վերաբերելի հարցեր։ Սակայն ես դրանց պատասխանել եմ, որպեսզի ամեն դեպքում խորհրդի կողմից հնչեցվել ու դրանք չեն հանվել այդ հարցերը, գտել եմ, որ նաև ենթակա են պատասխանելու։ Ինչևէ, դատավարական գործընթացում ապահովների փաստերի ձեռբերումը գնահատումը պետք է հիմնվի վարույթի նյութերի եւ ներկայացած ապահովների վրա, իսկ Google արել ձևակերպումը կարող է ողջամիտ դիտորդի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ գործընթացը ձևավորվում է գործից դուրս աղբյուրների հիման վրա, այլ ոչ բացառապես ներկայացված նյութերի շրջանակներում։ 45.1 կետի օրինակն եմ ասում։ ԲԴԽ ոչ դատավոր անդամներ Թումանյանը եւ Թումանյանցը 26 թվականի փետրվարի 20-ի դատական նիստում իմ մոտ տեխնիկական վրիպական նշել են, որ Հարությունյանը մի անգամ եթե տալու եք մեզ այդ տեխնիկական վրիպակն էլ ուղեք, հա, ձեր ձեռքով որ գրել եմ 20-ի փետրվարի 20-ին, 26-ի փետրվարի 20-ին է։ Հա, եթե ակնհայտ է այդ վրիպակը, խնդիր չկա, ուղղակի այնպես ստացվի էլի, որ այո, չէ, ընթերնելի է, պարզ է։ Ուրեմն փետրվարի 20-ին նիստում նշել են, որ դատավոր Հարությունյանը հեղինակավոր դատավոր է եղել։ Այլ կերպ Դավիթ Հարությունյանի բնութագրել են որպես առավել հեղինակավոր։ Տես արձանագրության 10-50 րոպեն։ Որ դատավոր անդամներ Թումանյանը եւ Թումանյանցը շեշտադրելով Հարությունյանի նման բնութագրումը, արձանագրել են ու փաստել են, որ դա բնավ վերջինիս նկատմամբ հաջողախոսություն չէ։ Եվ այն հանգամանքը, որ Հարությունյանը հեղինակություն է կամ առավել հեղինակավոր դատավոր է, ապա դա փաստ է կամ իրենք դա փաստում են։ Չեն նշել նաև, թե ինչի հիման վրա կամ ինչու են հարցեր տալու փուլում նշված փաստը հաստատված համարում։ Այս կապակցությամբ էական է, որ լիազոր մամլի ներկայացուցիչը ավելի վաղ Հարությունյանի եւ նա ներկայացուցիչի հարցերին պատասխանելիս նշել է, որ չկան դատավորի բացասական կամ դրական բնութագրող հանգամանքներ, իսկ նախկինում կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինելը ինքնին դրական բնութագրող տեղեկություն չէ, այլ նորմալ է, սա եթե չեմ սխալում, պարոն Զեյնալյանի խոսքերի ուղղակի մեջբերում եմ փորձել կատարել, չգիտեմ ինչքանով է դա ստացվել, բայց մոտավորապես էս է եղել։
Այսինքն առնվազն լիազոր մարմնի մոտ կարող է փաստերի կանխակալ գնահատումը կանխակալության տպավորություն առաջացնել, այդ գնահատականները հետևաբար կարծում են, որ լիազոր մարմինը ևս հիմքեր ունի այս համատեքստում միանալու բացարկի միջնորդությանը։ Այլ հարց է, որ Թումանյանը եւ Թումանյանցը ցանկանում են նման փաստի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը դատական նիստում ընդգծելով, փորձեն ազդել նաեւ խորհրդի մյուս անդամների վրա, նշված փաստը հաստատված համարելու եւ դրանով իսկ կարգապահական պատասխանատվության հիմքեր ստեղծելու համար այն կանխավարկածով, որ հեղինակավոր դատավորի խոսքն առավել ազդեցիկ է եղել եւ կամ առավել ազդեցիկ է նախորդ բանախոսներից։ Ուրեմն վերոգնալը հավաստող հարցերի եւ պատասխանների մեջբերումը հետեւյալն է։ Թումանյանը, պարոն Կարեն Թումանյանն է ասում, չէ, ես շարունակում եմ։ Ձեր կարծիքով ձեր խոսքը որպես հեղինակավոր դատավորի արտահայտած ազդեցիկ է եղել, թե ոչ։ Հարցը էս էր։ Ես պատասխանում եմ, այդ լավ խոսքերի համար շնորհակալություն, բայց եկեք այդ կոնտեքստներից վերանանք։ Թումանյանի շարունակությունը, չէ, խոսքի ազատության համար սա կարևոր է։ Մյուսը, արդեն երևի, երկու անգամ իմ վերաբերյալ որոշումներ եք կայացրել, ես եմ ասում, որովհետև ես հեղինակությունը միշտ հասկանում եմ դրական, բայց օրինակ երբեմն պարոն Աթաբեկյանը նշում է, դուք հասկացել եք, դուք ճիշտ եք հասկացել իրար։ Հետո շարունակում եմ, հիմա տեսեք խնդիրը, ստեղ, եթե դա դրական է, ես շնորհակալ եմ դրա համար, բայց պետք է այդպիսի մոտեցումներ անել, գնահատականներ տալ, որովհետև առնվազն երկու անգամ իմ վերաբերյալ կայացրել է որոշումներ, այնտեղ դա չի արձանագրվել, որ այս դատավորը գոնե դրական է բնութագրվում։ Դրական հեղինակություն ունի, բայց գրվել է, որ հանգամանքներ, նաև անձս հաշվի առնելով, որոշել են միանգամից դադարեցնել լիազորություններս, բայց խոսքը դրա մասին չէ, խնդրում եմ այդպիսի արձանագրումներ չանել, եթե դա զուտ հաճոանալու համար չէ։ Ես շնորհակալ եմ, գնահատում եմ։ Արձագանքել է Տիկին Երանուհի Թումանյանցը նշելով, պարոն Հարությունյան, այստեղ ոչ ոք ոչ մեկին չի հաճոանում, եւ չեմ կարծում ինչ որ նման բան կա։ Մենք ուղղակի փաստ ունենք, որ պարոն Թումանյանը նման բան ասեց։ Եվ այս դրա տրամադրությունը դա էր։ Հաջորդում եմ իմ խոսքը, ես հույս ունեմ այդ փաստը կարձանագրվի դատարանի որոշման մեջ։ Մյուսը 45.2 վերոգնալը հիմք է տալիս պնդելու, որ առնվազն երկու ԲԴԽ ոչ դատավոր անդամների արձանագրումները եւ նրանց կարծիք հաստատած ԲԴԽ նախագահի խոսքերի կառուցվածքը կարող է ողջամիտ դիտորդի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ հեղինակավոր դատավոր լինելու հանգամանքը օգտագործվում է որպես գլատման գործոն, արտահայտության ազդեցությունը ծառայելու կամ կարգապահական պատասխանատվության հիմնավորում կառուցելու նպատակով, կամ այն կանխավարկածով, թե հեղինակավոր դատավորի խոսքը առավել ազդեցիկ է եղել կամ ազդեցիկ է մյուս բանախոսներից։ Այդ կերպ, եթե ԲԴԽ-ի համար փաստ է եղել, որ Հարությունյանը հեղինակավոր է, ապա անհրաժեշտ է հստակեցնել, ինչ չափանիշով այդ գնահատականը տրվել, ինչ իրավական նշանակություն ունի այդ հանգամանքը տվել կարգապահական վարույթի շրջանակում եւ ինչու այն օգտագործվում որպես քննարկման առարկա այն պայմաններում, երբ պաշտոնական դիրքորոշմամբ, որն հայտարարվել է դատավորի վերաբերյալ նախկինում կայացված երկու որոշումներում, ուր չեն արձանագրվել դրական կամ բացասական բնութագրող հանգամանքներ, իսկ Հարությունյանը 23-ի հուլիսից, սա կարևոր շեշտադրում է, մինչ օրս չի պաշտոնավարել, զրկված է եղել դատավորի առաքելությունը իրականացնելուց։ Այսինքն ես 2023 թվականից հետո չի որ հեղինակավոր դատավորի հեղինակություն կարող է ձեռք բերել։ Դա եղել է մինչև 2023 թվականը, քանի որ այդպիսի առաքելություն չեմ իրականացրել։ Մոտեցումը ըստ որի հեղինակավոր լինելու հանգամանքն անտրողական ընդգծվում է, կարող է դիտել որպես կանխակալ գնահատման տակ եւ որպես միջոց խորհրդի այլ անդամների վրա ազդելու տվյալ հանգամանքը հաստատված համարելու եւ դրանով իսկ պատասխանատվության լրացուցիչ հիմքեր ձևավորելու նպատակով, որը ընդ որում չի մեղսագրվում կամ չի ներկայացված չէ նախարարության լիազոր մարմնի դեռևս 2023 թվականից սկսած միջնորդությունում։ Վերոգնալ հանգամանքները իրենց ամբողջությամբ Ինչը ներառված չի պարոնացնում, այսինքն որ ես հեղինակավոր դատավոր եմ եւ իմ խոսքը կարող է ավելի ազդեցիկ լինել եւ այլն, այդպիսի մեղադրանքի սահմանից դուրս է։ Վերոգնալ հանգամանքները իրենց ամբողջության մեջ կարող են ողջամիտ եւ անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնել առնվազն խորհրդի անդամների կանխակալության վերաբերյալ օբյեկտիվ կասկած։ Հաջորդը Մինչև հաջորդին անցնենք ձեր հետ նամանավանդ որ կետով առանձնացված է, էլի կկարողանաք հեշտ գտնել նաև։
Հիմա համենայն դեպս ես բովանդակությունից ինչքանով որ հասկացա, ստացվում է որ նաև Տիկին Թումանյանցին էլ ունեք ինքնաբաց։ Չէ, այս բանին բացառապես Տիկին Թումանյանցի հետ կապված որ ասացիք խորհրդի անդամները ընթացքում նաև շեշտադրեցիք որ Տիկին Թումանյանցն էլ այդ հարցը տվեց այսպիսի ձևակերպում եւ այլն, ներողություն, հարցս դրա համար է։ Արդյոք երկուսին միաժամանակ թե հենց մենակ պարոն Թումանյանցին։ Չեմ կարող, չէ, Թումանյանցի Պարոն Թումանյանին է, ներողություն։ Թումանյանցի մասով ես նշել եմ, որ ավելի վաղ ինձ թվում է նախկինում նախադեպը չունեցող ամենայն դեպս իմ հիշողության մեջ իրավիճակներ են եղել, որ անձը պետք է բացարկայտներ, չի հայտնվել, խորհրդի կողմից մերժվել է, նաև արձանագրել եմ, որ Թումանյանցի ու Դանիելյանի դեպքում պետք է ներկայացնեմ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններ, բայց քանի այդ բացարկի միջնորդության վերաբերյալ մերժումներն չեմ ստացել, դա ինձ զրկում է այդ գործընթացը առավել պատճառաբանված իրականացնելու համար, հետեւաբար ես գտնում եմ իմ տեսակետից իմաստազուրկ է ընդհանրապես այլևս Թումանյանցին օրինակ ներկայացնել բացարկի միջնորդություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ վերաբերում է որ հայտարարում եք այդ որոշումները չենք ստացել, ձեզ արդեն պարզաբանված այդ որոշումները ինչ ձևով եք ստանալու։ Շարունակեք 46-րդ։ 46, ավելին, խորհրդի ոչ դատավոր անդամ Թումանյանը հարցադրումների փուլում տրմբած դատական նիստի ընթացքում բազմիցս օգտագործել է ձևակերպումներ, որոնցով նա բացահայտ արտահայտել է իր քվեարկության ձևակերպման ընթացքը, իր ներքին համոզմունքի ձևավորման փուլը եւ գնահատականի հնարավոր ուղղությունը, կանխալ եղանակով գնահատել կողմի խոսքերը եւ այլն։ Այսպիսի հրապարակային գնահատական պարունակող արտահայտությունները համադրված հարցադրումների մեղադրական կառուցվածքի հետ կարող են ողջամիտ դիտորդի մոտ ստեղծել նախապես ձևավորված վերաբերմունքի տպավորություն։ Վերոգնալի մասին վառ օրինակ է հետևյալը։ Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ ես չհասկացա ձեր խոսքից։ Դատարանն եք քննադատել, թե վարչական մարմնին։ Ստիպված եմ քվեարկության ժամանակ հիմք ընդունել նյութերը, ու ես կուզեի նաև ձեր ասածը։ Հաջորդ հարցը. եթե դուք այս ձեր ելույթում փաստերով ներկայացնում եք, որ սա պայմանավորված է եղել օրենսդրական փոփոխություններով, ապա ուզում եմ հասկանամ, օրենսդրական փոփոխությունները դուք շատ լավ գիտեք, որ նախաձեռնությունը ընդհանրապես սահմանությամբ եւ օրենքներով ով կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա եւ ովքեր են օրենքներն ընդունում, ինչ կապ ունի ԲԴԽ-ն օրենքների ընդունման հետ։ Իմ պատասխանը այ որ նյութերը հետազոտեիք ավելի խորությամբ, պարոն Թումանյանից ընդհատում ասում է, պարոն Լարությունյան, խնդրում եմ ձեզ հորդորում եմ նման բան մի ասեք, ես շատ լավ հետազոտել եմ, հանգիստ եղեք։ Հաջորդը 47-րդ կետ։ Այդուհանդերձ առավել մտահոգիչը, որ այլընտրանք չի թողնում բացարկի միջնորդությունը ներկայացնելու հարցում, հետևյալն է։ Եվ որի հետ կապված գտնում եմ, որ պետք է այս հարցը քննարկվեր մասնավորապես դռնփակ նիստում։ Ուրեմն եթե առաջնորդվեք լիազոր մամնի կամ ԲԴԽ պրակտիկայով կամ նախկինում հայտնած դիրքորոշումներով, ընդունեք թե նա հարգելի պարոն Կարեն Թումանյանը դատավոր է կամ հանդես է գալիս որպես դատարան, հանդես է եկել, ու նրա վրա տարածվում են դատավորի վարքագծի զսպվածության կանոնները եւ ազատ խոսքի սահմանափակումները, ապա նա կարող է վնասել ԲԴԽ հեղինակությանը։ Դրսևորելով դատավորին ոչ վայել վարքագիծ կամ նրա տեսակետից առնվազն այնպիսի հանրային ընկալում կարող է ձևավորվել երրորդ անձանց մոտ դատական նիստին հետևելիս կամ տեսաձայնագրությունը դիտելիս կամ այդպիսի ձայնագրությունը լսելիս։ Ինչու՞մն է խոսքը 47.1 Թումանյանը հարց է ձևակերպել, որում արվել է հետևյալ հաստատական պնդումներն ու դատողությունները։ Ուղղակի խոսքի մեջ բերում շատ լավ ես շարունակեմ մի քանի հարց ունեմ։ Ձեր տարիների ժամանակահատվածի ժամանակընթացքում դատավորի պաշտոնավարման, իսկ հիշեցնեմ իմ պաշտոնավարման ժամանակահատվածը 11 թվականից 23 թվականի հուլիսի 3։ Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ, դիրքորոշումներ է եղել միջազգային կառույցներից, Transparency International, պետական դեպարտամենտ, ԵԽ, տեղական մի շարք ՀԿ-ներ, օմբուդսմեն, տարբեր գնահատականներ։ Հավաքական գնահատականները եղել է կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված նշանակումներից միջև ազատում։ Շարունակում է խոսքը ուղղակի։ Ընդ որում դիրքորոշումներ կա, որ ամեն երրորդ առնչվողը դատարանի հետ հանդիպել է կոռուպցիայի հետ։ Ազդեցությունը գործադիր մամլից նշանակումներով պայմանավորված, ազատումներով պայմանավորված, վերից վար պայմանավորված։ Ունդեղ գների մասին եկա, սա մասնակի մեջ բերում էր։ Ասում է, սա իմ դիրքորոշումը չի, նշում է պարոն Թումանյանը։ Վերից վար պայմանավորված դատական ակտերի կայացում կոնկրետ գներով։ Ընդուններից հետո Թումանյանի հարցը Դավիթ Հարությունյանին։ Եղել է, որ դուք այս հարցակումը
կամ եթե դուք այսպիսի տեսակը գնահատեք հարցակում, քննադատեք։ Բառացին հետևյալն է, երևի թե պարզ էր, բայց սա էր։ Ընթերցելու ինձ թվում անհրաժեշտություն չկա, հրապարակել եմ։ Նշված խոսքը պետք է սա շեշտեմ, որ իմ կողմից, իմ պատասխանից հետո կամ մինչև իմ պատասխան տալը պետք է շեշտեմ, որ չի ընդհատվել խորհրդի նախագահի կողմից, խորհուրդը թույլատրել է պատասխանել նշված հարցին։ Հաջորդում ես ինչ եմ պատասխանել սրան։ Ուրեմն տեսեք, նախ այդ զեկույցները հնչեցնելու անհրաժեշտություն չկար ու ռետորական հարց եմ կարելի ասել հղում, արդյոք դա ձեր գնահատականն է, պարոն Թումանյանին։ Նշում է վերջինս, չէ, իմ գնահատականը չի։ Այս զեկույցները միջազգային հանրության գնահատականն է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության վերաբերյալ։ Շեշտում է, որ այս զեկույցները, այդ գնահատականները ոչ թե իրենն են, այլ միջազգային հանրության։ Հանրությանն են պատկանում, որ իմ աշխատած ժամանակահատվածում բոլոր գործերը գներով են եղել, վերից վար կոռուպցիա, ազատում, նշանակում եւ այլն։ Ուրեմն Էլի եմ շեշտում, որ խոսքը չի ընդհատվել, թույլատրել եմ պատասխանել, իմ արձագանքը եւ մյուս հարցի պատասխանը կա, նախորդ կրիչը կարող եք փետրվարի 20-ի լսել, որը մինչ այժմ չի հրապարակվել, ես միջնորդեցի չհրապարակել, անարձագանք մնաց, մի խոսքով։ Այդ որ տենց հայտարարում եք, ես միջնորդեցի, անարձագանք մնաց, պարոն Հարությունյան, դուք հարց եք բարձրացրել, ես էլ ասում եմ, որ լիազորությունի մեջ չի։ Հա, ես տեղեկություն չունենք, հիմա դուք ասում եք, միջնորդել եմ, չեն անդրադարձել։ Ընդունում եմ դիտողությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ ԲԳԽ-ն արձանագրեց, որ դա Արդեն ինչ որ արձանագրել, Ես տեղեկատվություն էլ չեմ տիրապետել։ Էական տարբերություն կա, բայց Պարոն Հարությունյան, ուղղակի ասում եք, ես միջնորդել եմ չհրապարակել, ինչը մնացել է անպատասխան, դա այդ ձևով չի։ Հիմա կարող եք շարունակել։ Ընդունեցի, շարունակում եմ։ Ես նաև այդ հարցին, պարոն Թումանյանի հարցին պատասխանելով նշել եմ, որ այդ ձեր հարցը բազմածավալ էր, այս նույն նմանատիպ բան լսել եմ այստեղ, այս դահլիճում, պարոն Անդրեասյանից, երբ որ 2000-ականների պրակտիկան Անտոնյանի գործով գնահատելիս մեջ բերեց իր սեփական զեկույցը, թե ինչ-որ մեկ այլ զեկույց ու դատական իշխանության հասցեին նման գնահատական տվեց։ Ու իմ պատասխանը ինչ եմ ասել, որը նաև պնդում եմ հիմա։ Ես գտնում եմ ու պահանջում եմ, որ դատական իշխանության հասցեին այդպիսի գնահատականներ չհնչեցվեն։ Այդ կոռումպացված համակարգային, այդ ինչ-որ զեկույցներում եղել են։ Եթե ուրիշ հարց է, եթե դուք կից ունեք ու պնդում եք, կարող եք նշել, ապա այդ դեպքում քննարկման ենթակա կարող է լինել։ Հաջորդը պետք է նշել, որ նույն փաստաթղթում, այս կոնկրետ փաստաթղթում, որը որ պետք է ներկայացնեմ ԲԴԽ-ին, հեղինակի կողմից ուղղակի խոսքի մեջբերումներ կատարելիս, խոսքերի արանքում այդ էլիպսոիդ, էլիպսիս, եռակետ կամ ինչպես որ կոչվում է փակագիծ 3 կետ փակագիծ նշանը, կետադրական նշանը չի օգտագործվել ու ամենը խոսքերը լսելիս նախ եւ առաջ առաջարկում եմ բոլորին այս հարցով որոշումներ կայացնելիս կամ դիրքորոշումներ ներկայացնելիս առաջնորդվել կրիչով 47.5 Թումանյանի այն պնդումները, թե միջազգային հանրությունը կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հավաքական, նույնիսկ առանձին կարծիք կամ այլ գնահատական եղել այն մասին, թե մասնավորապես դատական համակարգը երբևէ կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված է եղել, նշանակումներից մինչև ազատում, կամ իբր եղել են դիրքորոշումներ, թե ամեն երրորդ առնչվողը դատարանի հետ հանդիպել է կոռուպցիայի հետ, կամ ազդեցությունը գործադիր մարմնից նշանակումներով պայմանավորված, ազատումներով պայմանավորված, վերից վար պայմանավորված կամ դատական ակտերի կայացումը վերից վար կոնկրետ գներով է եղել, չի համապատասխանում իրականությանը։ Սա իմ գնահատականն է։ Ավելին, 47.6 եմ ընթերցում։ Նշված ձևակերպումները չեն վկայակոչվել որևէ հանրամատչելի եւ կամ հեղինակավոր կոնկրետ զեկույցով, փաստաթղթով կամ պաշտոնական աղբյուրով։ Բ. Չի նշվել որևէ միջազգային կազմակերպության կոնկրետ փաստաթուղթ, որը Հայաստանի Հանրապետության դատական համակարգը բնութագրված լինի որպես ամբողջությամբ թաթախված կոռուպցիայի մեջ։ Չի ներկայացվել որևէ միջազգային գնահատական, որտեղ արձանագրված լինի, որ դատական ակտերը վերից վար կայացվել են կոնկրետ գներով։ Նշվածը Կարեն Թումանյանի կամ Կարեն Անդրեասյանի
սեփական մեջբերումներ պարունակող գնահատականներն են։ Արկա հրապարակային միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները, մասնավորապես որը թվարկվում էր պարոն Թումանյանի կողմից, Transparency International, ԱՄՆ պետդեպ, Եվրոպայի խորհուրդ, Մարդու իրավունքների հանձնակատարի գնասենյակ եւ այլք արձանագրել են համակարգային խնդիրներ, մարտահրավերներ, բարեփոխումների անհրաժեշտություն, երբեմն կոռուպցիոն ռիսկեր, սակայն որևէ միջազգային հեղինակավոր կառույց երբևէ չի տվել այնպիսի ձևակերպում, թե Հայաստանի դատական համակարգը ամբողջությամբ թաթախված է եղել կոռուպցիայի մեջ, նշանակումներից միջև ազատում կամ դատական ակտերի վերից վար պայմանավորվել են կոնկրետ գներով։ Այսպիսի ընդհանրացված եւ ծայրահեղ ձևակերպումների վերագրումը միջազգային հանրությանը ողջամիտ դիտորդի մոտ կարող է առաջացնել այնպիսի տպավորություն, որ քննարկման ընթացքում ներմուծվում ու արտաբերվում են փաստացի չհիմնավորված, ուռճացված, ավելորդ ու կներեք արտահայտությանս համար սուտ մեղադրանքներ դատական իշխանության հասցեին։ Ավելին, Դատավորների միությունը նաև տեղեկացնում, որ 2024 թվականին կատարել է որոշակի ուսումնասիրություններ տարածաշրջանի եւ եվրոպական երկրներում դատական համակարգերի վերաբերյալ։ Եվ եթե նույնիսկ դիտարկենք Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները, օրինակ մի այդ որոշումների կատարման չափանիշով, ապա ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հրապարակվող բոլորին համահասանելի տվյալների, Ադրբեջանի Հանրապետությունը օրինակ տարիներ շարունակ գտնվել է ամենախնդրահարույց պետությունների շարքում, չկատարված կամ երկար տարիներ չկատարվող վճիռների որոշումների քանակով։ Այսինքն, եթե վերցնենք Եվրոպայի խորհրդի անդամ այն պետությունը, որի նկատմամբ արձանագրված են առավել լուրջ եւ համակարգային խնդիրներ, օրինակ մի այդ վճիռների կատարման ոլորտում, ապա այդ ցուցակում առաջատարներից մեկը եղել է Ռուսաստանը, Ռուսաստանի Դաշնությունը բոլորիս հայտնի պատճառներով դուրս է եկել այդ կազմակերպություններից, այլևս չի անդամակցում, այս պահին առաջատարը հանդիսանում է Ադրբեջանը։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Ադրբեջանի վերաբերյալ միջազգային հեղինակավոր զեկույցներում եւ փաստաթղթերում դրանք 10-ից ավել թվարկված են հղումներով, կարող եք անձամբ նայել։ Երբևէ չեն կիրառվել Ադրբեջանի վերաբերյալ այդ նշած կազմակերպությունները, երբևէ չեն կիրառել այնպիսի ամբողջական ու բացարձակ ձևակերպումներ, ինչպիսիք են ամբողջությամբ թաթախված կոռուպցիայի մեջ, նշանակումներից միջև վար, վերից վար կոնկրետ օրգաններով պայմանավորված դատական ակտերի կայացում եւ այլն։ Այսինքն միջազգային կառույցները, այդ թվում Եվրոպական դատանը, ՊԱՍ-ը, ԱՄՆ պետդեպ, իրավապաշտպան կազմակերպությունները, միջազգային հեղինակավոր արձանագրել են կոնկրետ խախտումներ, համակարգային խնդիրներ, քաղաքական ազդեցության դեպքեր, սակայն երբեք չեն օգտագործել նման ծայրահեղ եւ ամբողջ համակարգը, ասենք, լիովին քրեական կամ կաշառակերության, կոռումպացված ծույցան բնութագրող, ինչ-որ պարունակող, բնութագրիչներ պարունակող ձևակերպումներ երբեք չեն տվել։ Հետևաբար, նաև այդ հիմնավորմամբ Հայաստանի վերաբերյալ նման ձևակերպումների վերագրումը միջազգային հանրությանը անկախ ժամանակահատվածից, ձևից ու բովանդակությունից չի բխում ոչ միջազգային փաստաթղթերի փաստացի լեզվից, ոչ բովանդակությունից, ոչ էլ դրանց ոգուց։ Այսինքն, բարեխիղճության կանխավարկածով իմ կողմից առաջնորդվելու դեպքում պետք է փաստել, որ հեղինակը ոչ թե դիտավորությամբ, բայց առնվազն ԲԴԽ լեզվով ասած կոպիտ անփութությամբ խեղաթյուրել է փաստերը։ Ելի նաև պետք է նշել, որ այս դիտարկումները բացառապես իրավական գնահատման համատեքստում եմ ցույց տալու համար եմ անում, մասնավորապես այդ համեմատականը, որ արեցի այդ պետությունների հետ, շարունակեմ ընթերցել հաջորդը 50-րդ կետը։ Այդուհանդերձ պետք է նշել, որ նման եզրանկումներին մոտ գնահատականներ պարունակում է Կարեն Անդրեասյանի, դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ դատական նիստում հնչեցրած, ինչպես նաև դրանից առաջ որպես քաղաքական գործիչ կատարած հայտարարություններում, որը որևէ կերպ չի նույնացվում միջազգային հանրության կամ հեղինակավոր միջազգային կազմակերպության, ոչ մասնավոր, ոչ էլ որևէ ընդհանրական գնահատականի հետ։ Այլ խոսքով, ԲԴԽ ոչ դատավոր անդամ Թումանյանը լիովին կիսում է կամ արտատպել, վերցրել է, հղում է կատարում այս գործով անվերապահ բացահայտման ենթակա անձի քաղաքական կամ առնվազն դատավորին ոչ վայել գնահատականները։
Դրանք հրապարակայնորեն արտաբերելով հրապարակային դատական նիստում պատմուճանը կրելիս, ինչը առնվազն նրան այս փուլում անվերապահ բացարկի է հանգեցնում։ Հետևաբար, խորհրդի անդամի կողմից նիստում ներկայացված ձևակերպումները չեն արտացոլում փաստացի զեկույցների լեզուն, բովանդակությունը չի վկայակոչում կոնկրետ աղբյուր, ներկայացվում են որպես միջազգային հանրության հավաքական գնահատական, մինչդեռ նման ձևակերպումներ միջազգային փաստաթղթերում չկան։ Դատավարական միջավայրում, այն էլ ըստ սահմանադրության դատավորների անկախությունը երաշխավորող մարմնում, ԲԴԽ դատական նիստում նման ծայրահեղ եւ չհիմնավորված ընդհանրացումների վկայակոչումը ԲԴԽ անդամի կողմից առնվազն կարող է ձևավորել։ Ի թիվս այլոց, նախնական բացասական ֆոն, ազդել խորհրդի այլ դատավոր անդամների ընկալման վրա, ստեղծել այնպիսի տպավորություն, որ քննարկումը տեղափոխվում է համակարգային, ասենք, մեղադրանքների հարթություն, ազդել ԲԴԽ-ի որպես սահմանադրական մարմնի եւ նրա մյուս անդամների հեղինակության վրա։ Իմ կարծիքը մի քիչ սուբյեկտիվ է, որ ոչ դատավոր անդամների արտահայտածները կարող են հեղինակազրկել կամ որևէ կերպ վնասել մյուս դատավորներին, բայց ԲԴԽ-ի մոտեցումները հակառակն են, կարծում եմ, եւ առաջնորդվելիս, որ մոտեցումները որ կցանկանան, կարող են այդպես էլ առաջնորդվել։ Եվ այն հանգամանքը, այս թե ինչ գործոններ կարող են, ինչ ազդեցություններ կարող են ունենալ նման հայտարարությունները, ամրապնդում է խորհրդի անդամի կամ ամբողջ ԲԴ-ի անաչառության վերաբերյալ օբյեկտիվ կասկածը, հաշվի առնելով նաև նրանց լռելային համաձայնությունն ու անգործությունը հնչեցված գնահատականների վերաբերյալ, որը արժանացել է բացառապես կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորի չակերտներում դիտողությանը, արձագանքին։ Այսինքն այս հարցը չի հանվել, ԲԴԽ որևէ անդամ այս առումով որևէ արձագանք չի հնչեցրել։ Հետևաբար, անկողմնակալ դիտորդների մոտ կարող է տպավորություն առաջանալ նաև, որ սա ոչ թե առանձին անդամի, այլ ԲԴԽ օրինակ բոլորի կարծիքն է իրենց մասնավորապես դատավորներին, իրենց վերաբերող գործունեության ժամանակահատվածի վերաբերյալ, որովհետև հիշեցնեմ, պարոն Դանիելյանը ինձնից ամենաերկար մասնագիտական փորձն ունի եւ ինձնից ավելի երկար է պաշտոնավարել, իմ պաշտոնավարման ընթացքում անցել է։ Տիկին Մկոյանը ինձնից ավելի շուտ է նշանակվել, մինչ օրս պաշտոնավարում է։ Պարոն Աթաբեկյանը ինձնից հետո է նշանակվել, մինչև այսօր պաշտոնավարում է։ Նույնն էլ պարոն Հովհաննիսյանը, ինչպես պարոն Աթաբեկյանը, ուշ նշանակվել է, մինչև այսօր պաշտոնավարում է։ Առնվազն 90%-ով կամ չգիտեմ քանի տոկոսով մեր պաշտոնավարման ժամանակահատվածները համընկնում են։ Ամեն դեպքում շարունակեմ, ԲԴԽ 51-րդ կետը, ԲԴԽ-ի եւ լիազոր մարմնի տրամաբանությամբ, պրակտիկայի արձանագրումների ու ձևաչափի ներքո, սույն միջնորդության լուծման շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները հետևյալն են, որ այն ինչ որ միշտ ԲԴԽ-ն ինչպիսի կարևոր հարցերի է ուզում անդրադառնա։ Արդյոք ԲԴԽ ոչ դատավոր անդամի կողմից թույլ է տվել խոսքի ազատության իրավունքի սահմանազանցում, որը հանգեցրել է վարքագծի կանոնների խախտման, թե ոչ։ Արդյոք ԲԴԽ ոչ դատավոր անդամի թույլ տված վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե կոպիտ անփութությամբ։ Արդյոք ԲԴԽ ոչ դատավոր անդամի կողմից տրված ենթադրյալ խախտումը հանգեցրել է էական կարգապահական խախտման կամ կողմը պետք է հանգեցնի բացարկի, թե ոչ։ Սա երևի թե իմ կողմից էր ավելացված, ԲԴԽ ոչից փոքր շեղում։ Բացարկի մասն եմ ասում։ Այս կերպ արդյոք ԲԴԽ-ն ու ոչ դատավոր անդամը դատական նիստում դատարան հագագծերում դատավոր է թե ոչ, իսկ եթե դատավոր է, ապա արդյոք տարածվում են վերջինիս վրա դատավորի վարքագծի կանոնները։ Արդյոք վարքագծի կանոնների նպատակն է նաև ԲԴԽ ոչ դատավոր անդամի դատավորի վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախությանն ու հանրաչարության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձևավորմանը, թե ոչ։ Արդյոք ԲԴԽ եւ ոչ դատավոր անդամի վրա տարածվում են բանգալովյան սկզբունքների 4-րդ եւ 4.6-րդ կետերը, թե ոչ։ Ըստ որի հետևում է, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ դատավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Սակայն դատավորի կողմից այդ իրավունքի իրականացումը պետք է կատարվի զգուշորեն, իր բարձր պաշտոնի համբավը չվնասելու եւ իր ազատ արտահայտվելու իրավունքի իրականացման շրջանակում կատարված արտահայտությունները դատական իշխանության անաչառության եւ անկախության հետ անհամատեղելի չդիտվելու նկատառմամբ։
Արդյոք օրենսգրքի 69 հոդվածի առաջին մասի առաջին 6-րդ 8-րդ կետերին համապատասխան ԲԴԽ ոչ դատարան անդամը ցանկացած գործողություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանության վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ վստահություն նվազեցնող վարկագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատավորի գործողությունների ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված գիտական աշխատանքների շրջանակներում, մեկ գիտական աշխատանքներ չեն կատարել, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց կամ վարկագիծ դրսևորելուց, որը վտանգում է կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունն ու անաչառությունը։ 52. ԲԴԽ տրամաբանությամբ ու նախկինում հայտնած իրավական դիրքորոշումների ներքո պատասխանելով նշված հարցերին նախ եւ առաջ հարկ է արձանագրել հետեւյալ փաստական հանգամանքները։ Կարեն Թումանյանը ԲԴԽ ոչ դատարկ անդամ է ընտրվել ազգային ժողովի կողմից։ Կարեն Թումանյանը ԲԴԽ ոչ դատարկ անդամ է ընտրվել որպես հեղինակավոր իրավաբան։ Նրա ու իր խոսքի հեղինակավոր լինելու հանգամանքը այս համատեքստում առնվազն չի վիճարկվում։ ԲԴԽ ոչ դատարկ անդամ Թումանյանը 26 թվականի փետրվարի 20-ի տրմբած դատական նիստում արել է հետևյալ պնդումները, ըստ որի միջազգային հանրության եւ կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հավաքական զեկույցների համաձայն այն է դատավոր Դավիթ Հարությունյանի աշխատած ժամանակահատվածում 11-ից 23 թվականները Կարկտական համակարգը կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված է եղել, նշանակումներից մինչև ազատում եւ այլն եւ այլն։ Նույն ժամանակահատվածում դատական ակտերի կայացումը նշել եմ այսօր։ Հաջորդը ԲԴԽ ոչ դատարկ անդամ Թումանյանը էական նշանակություն ունեցող տեղեկություններն եմ ասում։ 26-ի փետրվարի 20-ի նիստում արված վերոնշյալ պնդումները դիտել են տրմբած նիստում ներկա գտնվող քաղաքացիները։ Նիստերի տեսած զայնագրությունները սփռվում են ԲԴԽ, YouTube, Facebook սոցցանցերի դատական իշխանության էջով, որոնք երևի թե ունեն հազարավոր քաղաքացիների դիտումներ։ ԲԴԽ ոչ դատարկ անդամ Թումանյանի այն պնդումները, թե ԲԴԽ միջազգային հանրությունը կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հավաքական կամ այլ գնահատական եղել է այն մասին, թե մասնավորապես համակարգը երբևէ կոռուպցիայի մեջ ամբողջությամբ թաթախված է եղել, նշանակումներից եւ այլն չեմ ուզում այն ամեն անգամ ընթերցեմ։ Չի համապատասխանում իրականությանը։ ԲԴԽ ոչ դատավոր անդամ Թումանյանի պնդումների ժամանակահատվածը, ինչպես նշեցի, վերաբերելի է այստեղ ներկա գտնվող դատավոր աշխատած իդեմս ինձ եւ դատավոր աշխատող անձանց եւ տիկին Աշխարհի ով ստեղ է գտնվում։ Կներեք ձեզ էլ այս բանի մեջ ներքաշելու համար։ Ուրեմն 53-րդ կետը ասեմ։ ԲԴԽ տրամաբանությամբ ու նախկինում խորհրդի հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո կարևոր է նշել, որ յուրաքանչյուր ԲԴԽ անդամ, եթե գործում է որպես դատավոր, պետք է զերծ մնա այնպիսի հայտարարություններ անելուց կամ վարկագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ կարող է դրել դատավորի կամ դատանի անկախությունն ու անաչառությունը։ Քանի որ դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ, հետեւաբար դատավորի խոսքի ազատության իրավունքը համազանցման հարցը քննարկելիս անհրաժեշտ է բացահայտել, թե դրանք ինչպես կարող են ընկալվել հանրության կողմից։ Սա էլի ԲԴԽ տրամաբանությունն է։ ԲԴԽ տրամաբանությամբ ու նախկինում խորհրդի հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկվող պարագայում դիտարկելով Թումանյանի կողմից հնչեցված արտահայտությունները, հաշվի առնելով փաստական հանգամանքները եւ իրական հանգամանքները, գտնում ենք, որ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ նրա կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք կասկածի տակ են դրել ոչ միայն ԲԴԽ-ի, այլ որպես դատարանի կայացած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների օրինականությունը։ Այլև ոչ միայն դա, այլև ամբողջ դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերի հարյուրավոր դատավորների բարի համբավն ու արժանապատվությունը վնասող հայտարարություններ են եղել։ Այսինքն այդ դատական ակտերը, որ ասում են, թե ԲԴԽ-ին էլ է դատական ակտ, ԲԴԽ-ն է դատարանա, մինչև պարոն Թումանյանը ենթադրում են, որ ինքը մինչև ինձնից հետո նշանակվի, այսինքն իմ նշանակված ժամանակ, նաև այդ ենթադրում եմ իմ ակտը, եթե հուլիսի 3 ընդունենք, ինչ որ գնով է պայմանավորված եղել։ Այդ է դուրս գալիս։ Ու բոլոր ԲԴԽ-ի կայացած դատական ակտերը, մինչև պարոն Թումանյանի նշանակվելը, մինչև իմ պաշտոնավարումը։ Նայեք, ինչքան ԲԴԽ ակտ եղել է, ըստ այդ տրամաբանության
անկողմնակալ դիտորդի մոտ այդպիսի տպավորություն կարող առաջանա։ Թե ում գին պետք է տար, ինչ գին պետք է տար, դա արդեն կարևոր չի։ Դա ըստ Թումանյանի միջազգային հանրության տեսակետն է։ Վերոյալի հիման վրա խորհուրդը պետք է որոշի, թե Թումանյանը ենթակա է պատասխանատվության, թե ոչ, կամ արդյոք դատական նիստում հնչեցած գնահատականները կրկնելը, կամ սեփական խոսքն ու հաստատական դատողություններն անելն ու հրապարակային արտահայտումը ընդհանրապես ենթադրում են պատասխանատվության, թե ոչ։ Սակայն սույն գործով վերջինս չի կարող լինել իմ գործով կարգապատական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով դատավոր։ Ենթակա է անվերապահ բացարկման, անվերապահ ու անհապաղ բացարկման, հետևաբար միջնորդում եմ Թումանյանին հայտնել բացարկ ու ընդունել նրա բացարկը։ Քանի որ առնվազն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել նրա անաչառության մեջ մասնավորապես կամ օբյեկտիվության մեջ։ Խնդրում եմ այն բավարարել, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ Առաջին հարցը հետևյալն է, դուք տեղ նշեցիք ձեր խոսքում պատասխանատվության ենթարկելու հարցի, բացակի միջնորդություն եք ներկայացրել, թե պատասխանատվության ենթարկելու հարց։ Ուղղակի չուզեցա ընդհատեմ, շատ նաև խոսեցիք դրա մասին, էական նշանակություն ունեցող հանգամանքներ 69-րդ հոդված, ես չգիտեմ ինչ, ուղղակի չուզեցա ընդհատեմ, բայց դրանք ինչ կապ ունեն բացարկի։ Ես գիշերն եմ գրել, գիշերվա ժամը 4-ին եմ երևի ավարտել ես գրիչը լսելը, ամփոփելը, ես գրելը, կարող է տեխնիկական վրիպակ լինի, բայց կոնկրետ խոսքը նրա մասին է, որ ԲԴԽ չափանիշներով ըստ ինձ, ես ինչքանով այդ չափանիշները հասկացել եմ նախորդ որոշումներից, պարոն Թումանյանը ենթակա է պատասխանատվության, բայց ես տես չեմ գտնում։ Ես իմ խնդիրը նրան պատասխանատվության ենթարկելը չի։ Ես գտնում եմ, որ ուղղակի իմ գործով այդ հայտարարություններ արած մարդը, որը նաև իմ աշխատած ժամանակատվածի նկատմամբ նման վերաբերմունք ունի։ Ես ձեզ հասկացա, ուղղակի ձեր հայտարարությունը ձեր ընթերցածի հետ ու եթե իհարկե Ես ձեզ հասկացա, իմ ասածը նրան էր վերաբերում, որ ձեր այ հենց նոր կատարած հայտարարությունը ձեր նախորդի հետ կարդացած հետ չէր համապատասխանում։ Միգուցե։ Նաև միգուցեով չի կարող լինել, պարոն Արարչյան, կամ պետք է համապատասխանի, կամ պետք է շտկեն։ Ես գնահատական ասում եմ, բայց իմ պահանջը բացարկին է բացառապես։ Շատ լավ, ներկայացրեք։ Փոխանցեք։ Մեկ էլ երևի կից ստորագրել եք, չէ՞։ Ներկայացվեմ, կամ չնայած դա համահասանելի է։ Ստորագրել եք, չէ՞։ Կարող եք համեմատել Անդրեասյանի համապատասխան զեկույցի հետ եւ կտեսնեք, որ ընդհանրական գնահատականներ կան, բայց Անդրեասյանն էլ հիշեցնեմ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություն չի, կամ այդ կառույցի ներկայացուցիչ չի եղել երբևէ, բայց ամեն դեպքում նույնիսկ այդ զեկույցներում նման գնահատականներ չկան։ Էջ 1-ից մինչև, չգիտեմ, առաջ էջերում գրված է, շատ հեշտ կարող եք նայել։ Ես հետեւաբար, եթե նույնիսկ ընդունեք թե Անդրեասյանն այս հարցերն ուղղել, դերի չի կարող առնվազն այդ զեկույցից էլ մեջ բերվել։ Եթե իհարկե զեկույցը բոլորի համար ընդունելի է։ Այս համատեքստում էլ մի բան էլ նշեմ, ես կարծում եմ ամեն դեպքում այս միջնորդությունը ներկայացնելիս, որ հնարավոր է այն չընդունվի, քանի որ այն տեսանյութը, որը պատրաստվելու միջև հիմա ԲԴԽ-ի կայքում կախված է, որտեղ այդ իմ նկարները պոկում են, այնտեղ այդ զեկույցին էլի հղում է տարվում։ Այդ անթույլատրելի զեկույցին, որը ես բերել եմ, մոռացել էի։ Եվ այս միջնորդությանը սկիզբ ուզում եմ ներկայացնեմ հույսով, այն հույսով, որ մեր Անդրեասյանին կհասնի սա, որ ինչպես նշեցի, ժամանակին մարդկանց խելացի մարդկանց չլսեցի ու հետ չտվեցի։ Այսքանը։ Ես չգիտեմ, դուք ինչ եք ուզում հանձնեք, ինչ եք ուզում հանձնեք, չի ընդունվում։ Ինչպես արդեն ասեցի։ Ինչ ասեց։ Ասում դուք փաստաթուղթ եք ուզում, ինչ որ բան եք ուզում հասնեք, որ ներկայացնեք, որ հասնի ինչ որ մեկին, ստեղ Չէ, կհասնի օրինակ, իսկ թվում է ուշ թե շուտ կհասնի նրան, որովհետև գործը Եթե դուք ուզում եք ինչ որ բան ինչ որ մեկին հասցնել, դուք դրա իրավունք ունեք, կարող եք իրացնել։ Հարց ունեք նախարար լիազոր մարմնի ներկայացուցիչ։ Հարց չունենք, Կամ դիրքորոշում չգիտեմ։ թողնում ենք խորհրդի հայեցողությանը։ Շատ լավ, խորհրդի անդամներ հարցեր ունեք, պարոն Հարությունյան։ Պարոն Թումանյան, դուք կամ հարց կամ ամեն դեպքում ցանկանում եք որոշակի ինչ-որ Ես մի քանի հարց տամ։ Դիրքորոշում ամենայն դեպս միջև որոշում կայացնելու համար թույլատրել։ Պարոն Հարությունյան, ընդհանրապես որ ես վստահ եմ, որ դուք դա լավ գիտեք, որ որևէ մեկի խոսքը կամ միտքը մեջ բերվում է հանրային, մանավանդ որ դատական նիստում աղում, իսկ հիմա պիտի ամբողջությամբ ներկայացվի։ Դուք մի մասով ներկայացրեցիք,
դուք երևի կհիշեք, նաև վկայակոչեցիք, ասացի, այս հարցակումը, ես ասացի, այս հարցակման վերաբերյալ, եթե դուք հարցակում եք դիտարկում, որևէ դիրքորոշում արտահայտել եք, թե չէ։ Դուք ինձ չնայած որ դրա իրավունքը չունեք, բայց հարցրեցիք, դուք կիսում եք այդ միտքը, ասեցի, ես նույնիսկ չեմ ակնարկել իմ աշխատանք ժամանակահատվածում որևէ նիստերի, դատական նիստերի դահլիճում։ Այդ մասով, օրինակ, բան ունեք ասելու, եթե ես չեմ կիսել այդ կարծիքը կամ այդ կարծիքի վերաբերյալ ես հրապարակավ չեմ ասելու, կիսում եմ թե չէ։ Այդ հարցակման հետ կապված ես նշեմ, որ հարցակում դատական իշխանության նկատմամբ կարող է տեղի ունենալ բացառապես իշխանության այլ ճյուղերի կողմից, որևէ զեկույց միջազգային լինի թե ներպետական լինի, չի կարող դիտվել հարցակում ու դատական իշխանությանը վնաս պատճառել այնպիսի անկախությանը, որը կարող է պատճառել գործադիր օրենսդիր իշխանությունները։ Եվ ընդհանրապես էլ նման զեկույցներից պաշտպանվելու անհրաժեշտություն չկա։ Իհարկե հաճելի չեն, կարող է վնաս պատճառել ինչ-որ հեղինակությանը եւ այլն, ամեն առումով լավ չի, որ այդպիսի զեկույցներ կան։ Նաև խոսեցինք, որ այդ զեկույցներից ընդհանրապես վերաբերելի չէին։ Այնտեղ եթե ասած ուրիշ բան, այդ հարցակում բառը եզրույթը դուք եք օգտագործել, ես դրա վերաբերել հարց եմ տվել։ Դա հարց, դուք այդ ես չեմ հերքում, որ դուք իրականում այդպես եք ասել, դուք սա այնտեղ ուղղակի մեջ բերած է, պարոն Թումանյան, եթե ուզում եք էլեկտրոնային տարբերակներ ձեզ կուղարկեմ, այդ էլիպսիս չեմ օգտագործել կամ եռակետ, ուղղակի ոնց լսել եմ, այդպես գրել եմ, նշելով, որ խնդրում եմ հիմք ընդունեք ձայնագրությունը։ Այնտեղ ասում եք դուք սա գնահատում եք, ըստ էության եմ ասում, հարցակում թե ոչ, եթե այո, ապա ժամանակին խոսել եք թե չէ։ Ես ավելի պարզաբանեմ, որ դες համար նաև հանրության համար գաղտնիք չմնա այդ հարցերի իմաստն ու նպատակը որն են եղել։ Ձեր մեջ բերած եվրոպական դատարանի նախադեպերում անձինք դատավորները, ովքեր քննադատել են այս կամ այն կերպ, նրանք այդ փաստերի մեջ ներառված է նաև տևական ժամանակ քննադատությամբ զբաղվել։ Առնվազն մի քանի գործով։ Ես հարց եմ տալի ընդհանրապես, միշտ դուք նկատի ունեցեք, որ վկայակոչված կամ գործող կամ քննարկված նախադեպում նման փաստ եվրոպական դատարանը երբևէ գնահատել է կամ ակնարկել է։ Միշտ իմացեք, որ իմ հարցի նպատակը դա է։ Ես անձնական ամբիցիաներ բավարարելու կամ զեկույցները նիստերի դահլիճում հրապարակելու, եթե ես հրապարակեմ, ամսաթիվն էլ կասեմ, բայց չեմ ուզում հրապարակեմ, որտեղ արդեն հրապարակել եմ հարց տալու նպատակով։ Դուք լավ գիտեք այդ զեկույցների տեղն էլ, սկզբնաղբյուրն էլ, բոլորը լավ գիտեք, որտեղ կարդացել եք։ Այսինքն գործող դատավորն ավելի շահագրգռված է այդ համակարգի վերաբերյալ զեկույցները կարդալու, դրա համար եմ ասում լավ գիտեք։ Բայց մյուս հարցը, ես չհասկացա, դուք ինչից եք վիրավորվել, որ ես ասել եմ դուք հեղինակություն եք ունեցել դատական համակարգում որպես դատավոր, յուրաքանչյուր բնագավառում, յուրաքանչյուր ոլորտում, որևէ մեկը ավելի հեղինակավոր է լինում դպրոցում, դպրոցի ավագ։ Եվ այդ քննադատությունը, ես ուզում եմ հասկանալ ձեր ընկալմամբ, որ հասցեատերին է, ով է հասցեատերն եղել, հանրությունը, որը դուք գտնվել եք, միջազգային հանրությունը, որտեղ դուք նաև ներկայացրել եք տեղեկություններ, որ դուք Վենետիկի հանձնաժողովին եք կամ նամակ գրեք կամ վկայակոչում եք այդ մասով, ամեն դեպքում։ Մասնագիտական հանրությունն է եղել, փաստաբանական հանրությունն է եղել, թե ընդհանրապես հասարակությունն է եղել, որ քննադատությունը տեղ հասնի, որ ինչ է կատարվում դատական համակարգում։ Ես դա եմ հարցնում։ Ես ավելի բաց եմ, եթե դա ուղղված է եղել հասարակությանը, քննադատությունը, իմ հարցը ես ուզում եմ հասկանամ, էլի, ընդհանրապես, ապա հասարակության մոտ կարծիքն է ձևավորվել, թե դատական իշխանությանն է եղել, դատավորներին է ուղղված է քննադատությունը, որտեղ դատավորներն ավելի լավ գիտեն իրենց մոտ ինչ է կատարվում։ Ես իմ հարցերը դրան է վերաբերում, բայց ամեն դեպքում դուք ձեր կարծիքն արտահայտեցիք։ Թումանյան, այն ինչ որ ասում եք, հարցը տվել եք, թե արդյոք նախկինում քննադատել եք, թե չէ, հիմա ինչ եք քննադատում, ու եթե հիմա քննադատում եք, ինչքանով է դա պատճառաբանված, այդ նույն հարցը ասում եմ, լսել եմ Կարեն Անդրեասյանից անձնական զրույցի ժամանակ Դիլիջանում։ Այդ նույն հարցը հրապարակային հնչեցրել է Մինասյանը ինձ հեռացնելուց հետո 2 օր հետո։ Այդ համանման հարց Տիկին Համբարձումյանը հնչեցրեց, թե մինչև այդ դատավորների հարցերով մտահոգել, թե չէ։ Մոռանալով, որ օրինակ մի հատ փաստաթուղթ կա դատավորի պաշտպանություն, որի տակ 2-ից ստորագրություն է կա։
Հիմա երբ որ ինքը ԲԴԽ անդամ չէր, այդպիսի հավակնություններ էլ չկար, կարծում եմ։ Հիմա տեսեք, այդ խոսել ես այն ժամանակ թե չէ, հիմա խի ես խոսում, հիմա թե այն ժամանակ չես խոսել։ Այդ նախորդ երկուսից այդ տրամաբանության մեջ եմ լսել, այդ քաղաքական խոսույթի մաս կազմող, այն ժամանակ խի չէի խոսում, հիմա ես խոսում։ Մոտավորապես այս ձև դու ձերը ընդունեցի այլ հարթության մեջ է երևի։ Իբր պետքա գնահատեք, թե նախկինում այս դատավորը քննադատական վարքագիծ դրսևորել է, թե չէ։ Հիմա օրինակ այս նիստից առաջ պարոն Դադունցին հարցում էի, մի հատ այդ ավելի բաց եմ, քանի որ դուք ամեն ինչը բաց եք, ավելի բաց եմ։ Եվրոպական դատարանի պրակտիկայով պետք է մենք բացառենք, դուք բացառեք, համոզեք, որ դա թիրախավորում չի եղել։ Հիմա դուք իմ հարցերը փոխանակ նրան, որ ամբողջությամբ գնահատեք ու պատասխանեք, ասում եք, որ ես թիրախավորում եմ կամ առնվազն ուզում եմ թիրախավորել։ Կտակ ավարտեմ։ Այդ որ ասում եք, օրինակ պարոն Դադունցի նիստից առաջ հարցում եք իդրաֆտ համակարգում, կա իմ գրած նախկինում կարծիքները։ Առաջ օրինակ որ գրում էինք կարծիք, երբ որ վարքագիծը այսպես ճակերտներում ասեմ adekvat էր, գրում են ձեր կարծիքը հաշվի առնվեց, չառնվեց։ Օրինակ այն դատական օրենսգիրքը ընդունում էր, մի քանի կետով գրել են քո կարծիքը հաշվի առնվեց։ Եթե կարծիքդ հաշվի առնում է կամ քննարկվում է, այն բարձրաձայնելու արժեքություն չկա։ Օրինակ, բայց եղել է բարձրաձայնումներ։ Հիմա ես իմ մեյլերը փոխել եմ, նայում եմ հինը նորը, ուզում եմ գտնեմ, թե ինչ կարծիքներ եմ հայտնել։ Այսինքն, չգիտեմ, այդ խոսել, չխոսել ես, ինձ թվում է, երբ որ անհրաժեշտություն ա եղել, խոսել եմ։ Այլ առիթներով եմ խոսել, մինչև Անդրեասյանն էլ եմ խոսել, եթե այդպես նայենք։ Բայց դա ինձ թվում է ընդհանրապես կարևոր չի խոսել, չխոսելը։ Այդ որ ասում եք վիդավորական է, թե չէ, որ ինձ ինչ դատավոր, հեղինակավոր դատավոր եք ասում, թե չէ, բնական է, ում էլ ասեն հաճելի է։ Այստեղ խնդիրը դրանում չի։ Ես դրա համար եմ նիստով հարցեցի, դա հաջողախոսություն է, ասեցին չէ։ Մենք միացել դիմելուց կարող ենք տարբեր հաջողախոսություն անել, չգիտեմ, չէ։ Ելնելով, ասենք, այդ դիպլոմատիայից էլի ոնց է քաղաքավարությունից այդ դա նորմալ է շատ բայց խոսքը դրա մասին չի իմ մոտ այն տպավորությունն է որ դուք բոլորդ այն հայտնած բացակների համատեքստում սպասում եք որ շուտ հերթական անգամ լիազորությունը երրորդ անգամ դադարացնեք ու այդ հիմքերի այդ կոնտեքստում մեղադրական հարցեր եք կառուցում ու ասենք այդ ուզում եք հաստատված համարեք մի փաստ, որը նախկինում չի գնահատվել, այդ հեղինակավոր լինելը։ Լավ ինչպես դուք եք նշում, այլ լավ երևում է, որ շատ լավ ուսումնասիրել եք, ուսումնասիրում եք, այսինքն արձանագրում եք, որ հեղինակավոր է եղել, հետեւաբար խոսքը պետք է ավելի ծանրակշիռ լիներ, հետեւաբար եւ այլն, որոշեցինք արձանագրել խախտումը։ Իմ համար այնքան պարզ է ձեր հարցերը, ինչի եք տալիս, ինչի եք այդ շեշտադրումներ անում։ Այդ սա բոլորիս համար պարզ է, ասենք, ինչքան դուք եք աշխատել, այդքան ես եմ աշխատել, պարոն Թումանյան։ Տարբեր աթոռների ենք նստած եղել, բայց բոլորս ամեն ինչը շատ պարզ հասկանում ենք։ Հետևաբար եկեք ինչ ուրիշ ինչ հարց ունեք։ Եթե դուք ես տեսեք մեկ մի բան էլ ասեմ, ես չեմ կարծում, ես իմ միջնորդությունով եթե ձեզ վիդավորել եմ որովհետեւ կներեք ինձ։ Բայց ես ընդհանրապես դրա նպատակը չեմ ունեցել։ Այս միջնորդությունը բարձրաձայնելով էլ ես փորձել եմ ցույց տամ երկակի ստանդարտների կիրառումը։ Այդ թվում նաև թե ոնց են դատավորներն օրինակ Տիկին Նաշքանին այստեղ ասում սպառնացել է ԲԴԽ-ին լիազորություններ դադարեցնում դա էլ որտեղից հիշեցի նախորդ դատական նիստում պարոն Հովհաննիսյանից հանդարտ հարց է տալի մյուսները ասում են դու փետրվարի 23 թվականի փետրվարի 28-ին ես հողում տալի իմ մեջ էլ կասկած առաջացավ պարզվեց փետրվարի 28-ին չեմ ասել սխալ է ասել խորհրդին Փետրվարի 21 թե 22-ին եմ այդ մասին խոսացել, այդ հարցազրույցները կներկայացնեմ։ Դրա մասին չի ես արձագանք եմ էլի մի հատ, պարոն Հարությունյան, ես ձեզ նման հարց չեմ տվել։ Չէ, դուք ինձ հարց տվեցիք, թե 7 դատավորի թե 5 դատավորի մասին խոսել ես ու երբ ես խոսել։ Չասեցի երբևէ այդ հարցով խոսել եք։ Խոսել եմ թե չէ։ Դրա մասին ես ուղիղ ինչ որ հարցազրույցի մասին։ Կարող է ես եմ էլի շփոթում եմ, միգուցե։ Հաստատ չէ։ Դրա համար դեպքում այդ 27-28 մենք ստեղ այն նայում ենք։ Ես ուզում որևէ հարցազրույցի չեմ խոսում։ Ես դա նորմալ չէ։ Հաստեր էի ասում։ Ներկայացել եմ դրա հետ կապված իմ կարծիքը, որովհետև բազմեց իմ ներկայացվածի մեջ միգուցե իմ սխալով մի կարևոր էջ չկար, որը որ վերաբերում էր կոնկրետ այն 6 դատավորի մասին քննադատությանը կամ կարծիքին։
Այդ հիմա մյուս հաջորդիվ կներկայացնեմ։ Ես ասում, ես չեմ գտնում, որ դուք հեղինակազրկել եք կամ ընդհանրապես դա հնարավոր է իրականացնել։ Բայց ես ասում, եթե այս են ձեր չափանիշները, առաջնորդվեք այդ չափանիշներով։ Պետք է հստակ խաղի կանոններ գծենք, որ բոլորիս համար արդարացությունը ընկալելի լինի։ Թե չէ ամեն մեկս ես իմ ճաշակով, մյուսը իր ճաշակով, տես չի լինում։ Ասում եք ընկալումն է կարևոր, դու ասում ընկալումը գնահատեք։ Իմ ասածն է կարևոր, թե ԲԴԽ անդամի ասածն է կարևոր։ Այդ իմ պնդումներն է, եթե իմ պնդումները։ Լավ, այդ բարձա, բան հարցնեմ, բան։ Ես նորից եմ ասում մի բան, որ միշտ դուք նկատի ունեցեք, ընդհանրապես որ դատավորներն են նկատի ունենան, իմ գոլեգաներն են նկատի ունենան։ Դուք մանավանդ քրեական գործ քննող դատավոր եք եղել, որ մեղադրանք են բերում։ Դուք օբյեկտիվ կողմի գործողությունները, այդ սուբյեկտիվ եւ այլն, դա մի կողմ հետոյի քննարկման կամ փաստերով իշա, բայց հերթով չպետք է հասկանաք, դա կա թե չկա։ Հիմա իմ հարցերը ուղղված է եղել եւ ուղղված պետք է լինի պարզելու համար։ Դրանք կա թե չկա։ Թե չի ասում դատավորն է։ Ես ավելի շատ դատավոր եմ պաշտպանել, քան երևի որևէ դատավոր, որ հիմա փաստաբան է աշխատում։ Որ ստուգեք կտեսնեք իմ գործերի ընթացքում։ Եթե ձեր ցանկությունն է, կանոններն եք կարող դա։ Բայց ուրիշ բան եմ ասում, բայց ուրիշ բան եմ հարցնում։ Այդ մեղադրանքի մեջ դուք եք մեղադրանք դրել անունը, ես դրա համար կրկնում եմ։ Կամ այն ինչ որ ձեզ վերագրվում է փաստական տեղեկություններ են նշված, որը կամ պիտի հերքվի, կամ պիտի հաստատվի։ Հիմա որ դատավոր աշխատած ժամանակ մեկը բերում են մեկն ինչ որ որևէ արարքի մեջ մեղադրելու։ Դուք ձեզ չեք հարցնում կամ չեք փորձում ճշտել այդ նկարագրված իրադարձությունները, որը փաստարկվել է, կա թե չկա։ Իմ նպատակը դա է, որևէ ամբիցիա չունեմ, անցել եմ դրանից, անփաստաբանական եւ այլ աշխատանքի ընթացքում, դրանք բոլորը ինձ մալ բավարարված են։ Որևէ նպատակ չունեմ, որևէ մեկին ինչ-որ բան հասկացնելու, ցույց տալու, ակնարկելու եւ այլն եւ այլն։ Հանգիստ եղեք այդ մասով։ Դե զուտ ռետորական կամ երաշխիքի տեսակետից Անդրեասյանը ձեզ այդ հարցերի հետ կապ չունի։ Դուք ինձ նորից ուզում եք։ Ես սա իմ մոտ է տպավորությունն է, լավ ինչև է ամեն դեպքում պարզաբանյանը որոշակի հանգամանքների մասին խոսած, լավ բանեք, պարոն։ Ես այդ զրույցների կամ այդ մասնավոր խոսակցությունների ոչ ներկա եմ եղել, ոչ լսել եմ ով հարց տալիս։ Նկատի ունեմ անձնական հարցությունների մասով։ Դատական նիստերի ձայնագրությունը ամբողջությամբ, որին չեմ մասնակցել այն ժամանակ, քանի որ ընտրված չէի, լսել եմ ամբողջությամբ, իմ հարցադրումները պարզաբանեցի, թե նպատակը ինչն է, մասնավորապես բացեցի նաև այն միտքը, թե արդյոք տևական ժամանակ քննադատողը իր միտքը, իր վարքագիծը կամ իր ցանկություններն եղել են իր քննադատությունով բարելավելու, թե շատ պարզ ասում եմ, թե թիրախավորելու նպատակով։ Հարցերից նպատակը դա է եղել։ Շնորհակալություն։ Բան եք ուզում ասել։ Մենք նոպեր թե նավարատ խորհրդարան ներկայացուցիչ է, դաշնական դիքոշում հայտնել հարցում ծանոթ միջնորդությունը թե ոչ։ Դե խորհրդակցեք։ Սրանից էլ է կախված էլ է։ Հա, ժողովուրդ արդեն ասել եմ, հա, կարող ենք մի րոպե ընդմիջում, դրսում եք ուզում խորհրդակցել, թե ստեղ, հա, մեկ րոպե, միջանցքում խորհրդակցեք, վերադարձեք, մենք այստեղ սպասում ենք, անգամ մի րոպե չտևեց, վերսկսենք նիստեր, շնորհակալություն զորության համար, միջնորդություն անդրադեպքում ես պնդում եմ։ Հա, շատ լավ, այդ դեպքում հեռանանք խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այստեղ սպասեք։ Պարոն Աթաբեկյան, եթե մի 10 րոպեից ավել է տևելու, ես կարող եմ գնամ ու այդ ընդմիջումը, որ նախորդ դատական նիստին պայմանավորվել էինք, սկսենք նախատեսած։ Մենք պայմանավորվել էինք, հետզողվեք կգնանք առաջ, հիմա սպասեք, եթե շատ ուշանից, ես կասեմ Շատ լավ։ Շատ լավ։ Բայց մոտավորապես մոտավորապես 1 ժամ պայմանավորվել ենք, որ կընդմիջենք։
նստել։ Նստը շարունակվում են, խորհուրդը մեռացել էր որոշում կայացնելու ներկայացված միջնորդության վերաբերյալ խորհրդի կազմի փոփոխություն չկա, պարոն Հարությունյան, ինչպես տեսնում եք, դուք ունեք նոր ներկայացուցիչ, Հարգելի խորհուրդ, հայտարարեք ու անցնենք առաջ։ Դեմ ասում հայտարարեք այդ մասը ու անցնենք առաջ։ Ներկայացուցիչս պարոն Հարությունյանը դեռ հավանաբար չի ավարտել իր աշխատանքային բուն պարտականությունը, դեռ չի հասցրել ներկայանալ, ամեն դեպքում ցանկանում եմ, որպեսզի իմ շահերը ներկայացնի նաև փաստաբան Լուսինե Մկրտչյանը, արտոնագիր 1230։ Շատ լավ։ Անձաստատող փաստաթղթը ներկայացրեք։ Ներկայացած վկայականը թիվ 1230, չէ՞, ճիշտ տեսա։ Թիվ 1230 ամբողջ ծավալով ձեր Այո, ամբողջ ծավալով ներկայացնելու իմ շահերը։ Շատ լավ։ Շնորհակալություն, ամեն դեպքում նաև արձանագրենք, որ ձեր մյուս ներկայացուցչի նախընտրած եւ ձեր նախընտրած ժամանակով այդ հնարավորությունը տրվել էր, երբ որ կգա նաև կմիանա ամեն դեպքում այդ առումով մենք խնդիր չենք տեսնում։ Այսպեսով ներկայացվել էր միջնորդություն Կարեն Թումանյանին բացառք հայտնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության կապակցությամբ լսել են կողմերին, նաև միջնորդության հիմքում ընկած փաստարկներն է խորհուրդը ուսումնասիրել, այսպեսով խորհուրդը քննության առնելով ներկայացված միջնորդությունը որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կարեն Թումանյանի հայտարարությունները եւ հարցադրումների հիմքում դրված են եղել միջազգային եւ կազմակերպությունների կողմից հրապարակված համահասանելի զեկույցների բովանդակությունը, իսկ հարցերը պայմանավորված են եղել իր ներքին համոզմունքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությամբ, ուստի վերոնշյալ չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտ կասկած հարուցել սույն գործով Կարեն Թումանյանի անաչառության մեջ։ Պարոն Հարությունյան, խնդրեմ ձեր միջնորդությունը։ Այսինքն ես ճիշտ լսեցի, որ պարոն Թումանյանի բացարկը մերժվել է, քանի որ նրա դատողությունները հիմնված են եղել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների։ Պարոն Թումանյանի կողմից նշված, ինչ որ նշել է, դրանց բովանդակությունից, պարոն Թումանյան։ Ներողություն, պարոն Հարությունյան։ Գետ մի զեկույց կամ երկու զեկույց, կասեք, որտեղ տենց բան կա նշած։ Դրա համար ասում եմ ընդհանուր բովանդակությունից, մնա հիմա չքննարկենք դա, հետո լրացուցիչ ճանաչության դեպքում կպատճառաբանենք, դուք կտեսնեք, պարոն Հարությունյան։ Կարևոր հարց է սա։ Սա դատական իշխանության հեղինակությանը վերաբերող հարց է։ Ուզում հասկանամ այդ որ մի միջազգային զեկույցն է, որը ԲԴԽ-ի կողմից դիտվել է հեղինակավոր, ու նման արձանագրումները թույլատրելի են համարվել։ Գետ մի զեկույցի անուն տարեթիվ կարող եք նշել։ ԲԴԽ-ն ասաց, որ հեղինակավոր է դիտել ինչ-որ բան, պարոն Հարությունյան։ Դե եթե ԲԴԽ անդամը հղում է տալիս ոչ հեղինակավոր միջազգային որևէ զեկույցի, կարող է հղում տալ։ Ասենք ինչ-որ սիրողական մակարդակի որևէ հղումի։ Պարոն Թումանյանն նշել էր պետդեպի զեկույց, Transparency International, ԵԽ, Freedom House չեմ հիշում ասել թե չէ, բայց դրանցից ո՞ր մեկում է, որ տարեթվի մասին է խոսքը, որ գետ մի հատ դատական իշխանությանը տես գնահատական է տվել, վերից բար կոռումպացված են, բոլոր որոշումները գներով առնում։ Պարոն Հարությունյան։ Իմ աշխատելու ժամանակահատվածը։ Շատ լավ, պարոն Հարությունյան, ես ձեր ասածը հասկացա, դրա համար ասում եմ, լրացուցիչ ճանաչության դեպքում այդ ամեն ինչը այդ ձեր բարձրացված հարցերի շրջանակում արարության դեպքում կներառվի, ընդհանուր առմամբ սա էր հայտարարվեց, որ ընդհանուր բովանդակությունից բխող հայտարարություններն են եղել եւ հարցադրումները բխել են դրանից։ Մանրամասները անպայման կնշենք ու դուք կտեսնեք։ Հիմա ձեր հարցը Բեկյանիմ հետագա գործողությունները կանխորոշելու համար ինձ պետք են հասկանամ ես ԲԴԽ-ի չափանիշները որոնք են։ Այս բացարկների ընդհանրապես ես հաջորդի բացարկներ ներկայացնեմ թե չներկայացնեմ։ Այս պատճառաբանվածությունը ինձ զրկում է։
հետագայում բացակներ ներկայացնել։ Ամեն դեպքում այս պայն պարոն Հարությունյան պատճառաբանությունները ներկայացվեցին, հիմա ես ուզում եմ լսենք ձեր միջնորդությունը վկաների հարցաքննություններ վերաբերել։ Այդ դեպքում ես թույլ կտակ մի հատ հայտարարությամբ հանդես գամ, դրանից հետո այդ համապատասխան դիրքորոշումները հայտնենք, այսպիսով ես գտնում եմ, որ զրկված եմ իրավունքներս լիարժեք իրացնելու հնարավորությունից, մասնավորապես հաջորդիվ բացակի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, քանի որ թե հատկապես նախորդ բացարկը մերժելու մասին որոշումը պատճառաբանված չէր կամ համապատասխան գրավոր պատճառաբանված որոշում թեկուզ բանավոր հստակ աղբյուրներ պարունակող տեղեկատվությունից չներկայացվեց, հետևաբար ես զրկված եմ թե Թումանյանցին, թե Մկոյանին մասնավորապես բացարկներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք կապված էին մասնավորապես Անդրեասյանին այլ ուրեքությունը հիմնավորելու նրա մասնակցությունը ոչ օրինական մասնակցություն դատական նիստին բացառելու ուղղությամբ։ Այսքանը Շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ, երևի ձեր ներկայացնա ուզում ներկայացնի միջնորդությունը, խնդրեմ Տիկին Մկրտչյան կարող եք ներկայացնել։ Հարգելի խորհուրդ, նախ պետք է նշեմ, որ իմ ներգրավվածությունը այս գործով, այսպես ասած, անկանխատեսելի է եղել, կոնկրետ ինձ համար, այսինքն մենք նախնական պայմանավորվածություն ընդհանրապես չենք ունեցել, ուղղակի հանգամանքների բերումով անհրաժեշտություն ա եղել, որպեսզի ես ներգրավեմ այս գործով, ուստի քանի որ խորհուրդը իմ լիազորությունները ճանաչեց, ուստի ես միջնորդում եմ հարգելի խորհուրդ, որպեսզի Սույն դատական նիստը հետաձգել ինձ հնարավորություն տալ, գոնե առնվազն պարոն Հարությունյանի հետ իր հետագա, այսպես ասած, իրավունքի պաշտպանության հետ կապված հարցերը քննարկելու եւ իմ կողմից արդեն իսկ պատրաստված ներկայանալու համար։ Ես միջնորդում եմ դատական նիստը հետաձգել առնվազն 2 աշխատանքային օրով, հնարավորություն տալով, թե ես որպես ներկայացուցիչ պաշտպան պատրաստվեմ Սույն գործով ներկայացնելու պարոն Հարությունյանի իրավունքները եւ շահերը, եւ բացի դրանից է պարոն Հարությունյանի հետ այլ հարցեր կան քննարկելու, ինչպես ես հասկացա, պարոն Հարությունյանը վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություններ ունի, որոնք պետք է ըստ էության, այսպես ասած, ամբողջական քննարկում իրականացնել։ Ուստի հարգելի խորհուրդ, միջնորդում եմ դատական նիստը հետաձգել ինձ առնվազն 2 աշխատանքային օրով, ինձ հնարավորություն տալով պաշտպան պատրաստվելու եւ դա բխում է նաեւ պարոն Հարությունյանի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման կառուցակարգից։ Խնդրում եմ միջնորդությունը բավարարել։ Պարոն Հարությունյան, մենք ընդհանուր առմամբ ունենք, չէ՞, նախնական ձեր խոսափողն անջատեք, որ ունենք նախնական, եթե դրանը կարելի է դնել պայմանավորվածություն, որ ներկայացնեք ձեր միջնորդությունները, հիմա ինչու՞մ նախ խոչընդոտը, որ այդ միջնորդությունները ներկայացնեք վկաներ հրավիրելու վերաբերյալ։ Դրանք բավարարվում են ու դրա ժամանակը նաև դրա պարզադրամար անհրաժեշտ լինելու չէ։ Պայմանավորվածություն առավել ճշգրիտ ասած պլանավորում եղել է, ես դա չեմ հերքում հաստատում եմ։ Այստեղ խնդիրը հետևյալում է, որ իմ համար պետք է լինեն հստակ կանոններ, որ ես կարողանամ իմ շահերը լիարժեք ներկայացնեմ։ Կանոններից մեկը, որ խախտվեց, ըստ ինձ դա նա էր, որ հերթական անգամ ինձ պատճառաբանված որոշում չտրամադրվեց, որպեսզի ես կարողանամ հետագա իրավունքներս հետագայում իրացնեմ։ Նաև ես ունեմ պրոֆեսիոնալ իրավաբանների, մասնավորապես նաև վարչական դատավարության մասնագետների իդեմս Տիկին Մկրտչյանի անհրաժեշտություն եւ այս փուլը հատկապես իմ համար անհասկանալի է, քանի որ ինչպես ավելի վաղ ենք նշել, այս ապացույցների բաշխում, թե ոնց էր կոչվում, փաստերի բաշխում, այս իմ համար անհասկանալի է, բազմաթիվ բարձրագույն դատական խորհրդի նիստեր եմ տեսել, 1 կամ 2 անգամ եմ նման իրավիճակ տեսել, որպես կանոն դա տեղի չի ունենում։ Տիկին Մկրտչյանը թե այդ առումով, թե բարձրագույն դատական խորհրդի պրակտիկային երևի Ներողություն, անհասկանալի է որպես մասնակետ, թե դες չի պարզաբանվել դրա համար։ բոլոր առումներով։ Ոնց կարող է բոլոր առումներով, եթե դες պարզաբանվել է, ոնց են կանել։ Դες պարզաբանվել է, բավականավոր պարզաբանում տրվել է ոչ գրավոր,
որ իմ Այո, համար ոչ գրավոր բարձրաբանում։ Այսպես ասեմ, ես կարող եմ չեմ զլանա ասեմ, իմ համար մատչելի չի եղել դա։ Դա իմ համար մատչելի չի եղել, քանի որ պրակտիկան այն ինչ որ ես տեսել եմ, տարբերվում է թե բարձրաբանումից, թե մի անգամ է տեղացից։ Իմ համար դա հասկանալի չէ, գործընթացը ինչպես է տեղի ունենում, ինչ հետևանքներ կարող է ունենա։ Դե պրակտիկայում կարող է նաև եղել է, որ հարց պատասխանի ժամանակ արձագանքելու հնարավորությունը չի տրվել, բայց ես տրվել է։ Եղել է այդպիսի բան, Այդպես իրավիճակ էլ է եղել, որ պրակտիկայից, եթե դրա անունը կարելի է շեղում դնել, ուրեմն պրակտիկայի շեղում է տա։ Պրակտիկայում եղել է նաև բան, որ ընդհանրապես ինձ չի թողնվել որևէ բան խոսան, դուրը հետևիցս փակել են։ Դա էլ է եղել։ Համենայն դեպս այս նիստերի մասին ենք խոսում, որ առավելագույնը իրականացվել է, որպեսզի որևէ մեկի իրավունքը չխախտվի եւ process-ը ընթանա իր հունով։ Լավ, հիմա մի վայրկյան կներեք, ես հիմա միանում եմ իմ փաստաբանի միջնորդությանը, մնացածը դուք որոշեք։ Բարձա, պարոն Հարությունյան, ուղղակի իմ խոսքը վերաբերում է նրան, ոնց որ դուք ասեցիք, այլ ձևով նկարագրեցիք ինչը նաեւ ինչին համամիտ են, որ պլանավորել ենք հիմա այդ միջնորդությունները չքննարկելու պատճառը այն պայմաններում, որ ձեր ներկայացումը շտապես ունեցել եք եւ մենք ժամկետային առումով որևիցե ձևով այնպես չի որ չենք ընդառաջել կոնկրետ ժամով ինչքան որ խնդրվել է մենք այդ հնարավորությունը տվել ենք ավելին մինչեւ 3:15-ից 30 էր ձեր ներկայացումն ասել բայց մենք ասենք խնդիր չկա գոնե մինչեv 16 ժամանակային առումով որ հնարավոր լինի նաեւ ձեր ներկայացուցիչը ներկայանա հիմա ունեք նոր ներկայացուցիչ Ամեն դեպքում նաև հայտնեցիք, որ միջև հասնի ձեր ներկայացուցիչը։ Հիմա ինչու՞մն է խնդիրը, որպեսզի մենք շարունակենք ձեր միջնորդությունները լսենք, այդ մասով այն ինչ որ պլանավորվել է, դրանք առաջ տանենք ձեր միջնորդությունները լսենք։ Ասեք, անդադ ուզում եք ինչ-որ բան ասեք, ասեք։ Եթե իհարկե ձեր վստահությունը թույլ է տալիս էլ։ Չէ, նոր ասում եք սպասեք, ես ասեմ դրա համար։ Որ ասում եք սպասի խոսեմ, դրա համար եմ ասում։ Շատ լավ, հարգելի խորհուրդ, ըստ էության ես միջնորդություն ներկայացրեցի դատական նիստը հետաձգելու հետ կապված, սակայն ես նաև խնդրել էի խորհրդին պարզաբանի, թե մենք այսպես ասած այս դատական գործընթացի, որ կոնկրետ որ փուլում ենք գտնվում, որպեսզի իմ ներգրավվածությունը, այսպես ասած, սահուն լինի, ու ես կարողանամ ըստ էության նաև արդյունավետ ձևով ներկայացնել պարոն Հարությունյանի իրավունքները սույն գործով։ Ես որքան որ տեղյակ եմ, պարոն Հարությունյանը ասաց, որ հարցը պատասխանի փուլը ավարտվել է եւ հիմա ըստ էության ապացույցների հետազոտման Դուք այստեղ չեք եղել նիստերի դահլիճում։ Ոչ, հարգելի խորհուրդ, ամսի 20-ին ես ներկա չեմ գտնվել տեղի ունեցած դատական նիստի ժամանակ։ Դրա համար ես կխնդրեմ այս հարցը խորհուրդը, այս հատվածը խորհուրդը պարզաբանի եւ ինչ վերաբերում է վկաների հետ կապված հարգելի խորհուրդ դատական Մկրտչյան հետեւյալն է, ես մի անգամից ասեմ, որպեսզի կարողանանք անցնել առաջ, գուցե ձեր հաջորդ խոսքի անհրաժեշտությունը չլինի կամ այլ կերպ ձևակերպելու ունենա։ Այստեղ հետևյալ ընթացակարգն է իրականացվելու, կլսենք ձեր միջնորդությունների ապացույցներ ներկայացնելու, որովհետև վկայությունն ըստ էության դրանք ապացույցներ են, բոլորս գիտենք դրա մասին, լրացուցիչ դրա հետ կապված բարձրաբանելու անհրաժեշտություն կարծում եմ չկա։ Ապացույցներ ներկայացնելու այս փուլը կլինի, դրանից հետո կհետազոտվեն ապացույցները, որից հետո կողմերը կունենան եզրափակիչ ելույթների հնարավորություն, որով որ մենք կավարտենք։ Ապացույցների հետազոտումը չենք սկսել, որին նախորդելու է տրամաբանորեն, դուք էլ լավ գիտեք, որպես մասնակետ, իրավաբան, փաստաբան, որ այդ ապացույցները ներկայացնելու հնարավորությունը կողմերին պետք է տրվի, իսկ վկաների ցուցմունքը, քանի որ հանդիսանում է ապացույց, այդ հնարավորությունը տրվում է, որպեսզի նման միջնորդությամբ հանդես գա։ Այսինքն մեզ, եթե դուք ուզում եք իմանալ ինչ գործողություն է մնացել, կարելի ասել, որ մեզ մնացել է այդ գործողությունները, որը որ պլանավորվում է, որը որ իրավական ընթացակարգը պահանջում։ Շատ լավ, այսինքն ես այդպես է ենթադրում եմ, բայց անհրաժեշտ է հիշեցնեմ, ունենք միջնորդություններ, որոնք որ որոշել են, որ վերջնական դատական ակտով, եթե ընթացքում խորհուրդը կգտնի, որ այս պահին դրա քննարկելու եւ դրա հետ կապված որոշում կայացնելու անհրաժեշտությունը կլինի, խորհուրդը դա կանի։ Ընդհանուր ձեզ տեղեկացրեցի, թե ինչ է կատարվում, որպեսզի ձեզ համար ավելի պարզ։ Հարցի պատասխանի փուլը ավարտվել է։ Ամբողջությամբ ավարտած է, հիմա մնացել է, այն ինչ որ մնացել է, ես հստակորեն ներկայացրեցի։ Պարզա, հարգելի խորհուրդ, այդ միջնորդության վկա հրավիրելու հետ կապված, վկա հրավիրելու միջնորդության հետ կապված, նախ անհրաժեշտ է պարոն Հարությունյանը, որ նշում է իր համար պարզ չի, հարգելի խորհուրդ, ըստ էության
սա եւս կխնդրեմ պարզաբանել, դատական օրենքի համադրական օրենքի Ներողությունից ձեզ համար էլ պարզ չի։ Չէ, ինձ համար պարզ էր, դուք ասացիք փուլի հետ կապված, ինձ համար պարզ էր։ Չէ, ասում Դավիթ Հարությունյանի պարզ չի դրան։ Չէ, ես ուրիշ բան եմ։ Ես պնդում եմ, որ պարզ չի, եթե պարզ է, եթե որևէ մեկին պարզ է, գոնե պետքա պրակտիկայից պարզ լինել, ես այս խորհուրդը 7 տարվա պատմություն ունի արդեն, ես չեմ հիշում, որ որևէ վկայ այդտեղ հարցաքննված լինի։ Այսինքն ենթադրվում եմ, համոզված եմ, տեսել եմ, որ միջնորդությունները ներկայացվել, բայց բոլորը մերժվել են անխտիր։ Հիմա նաև այդ պրակտիկան էլ ենք ուզում հասկանալ, ընդհանրապես այդ դուք չեք հիշում, ես հիշում եմ։ Եղել են միջնորդություններ, որոնք մերժվել են, նաև այս նորակառույց դահլիճում են մերժվել, ու ինձ պետք է հասկանամ, դա հիմքերը որն է եղել, ընդհանրապես պրակտիկա չունենք, կամ դա թե սխալ միջնորդություններ են եղել, հիմնավոր միջնորդություններ չեն եղել, այն նաև էլ ենք ուզում հասկանանք, եթե պրակտիկան Չէ, ես ընդամենը ուզում եի հասկանալ են ինչ-որ որ ձեզ պարզ չի, ձեր ներկայացուցիչին պարզա, չի, դա նորմալ չի, որ ձեր ներկայացուցիչը ձեզ պարզաբանի։ Չէ, հարգելի խորհուրդ, Եթե ես սխալ եմ։ Եթե պարզ լինի, շատ է պարզ, լավ կլինի, բայց Ասում եմ, ինձ պարզ է, ինձ Չէ, ես ուրիշ բան պարզ եմ։ չի։ օրենքն է պարզ, թե պրակտիկան։ Ձեր իրավունքը։ մի րոպե, չէ։ Դե տեսնում եք, որ ժամանակ տայք, եթե խորհրդակցենք մեր միջել Այդ հակասություններ ժամանակ արտադրված է եղել, հիմա տեսնենք ձեր Հարգելի ներկայացուցիչը։ նախագահ, նախակասություն չկա իմ վստահություն։ Պարոն Հարությունյանի միջև ես որ նշեցի պարզ է, ես կխնդրեմ իմ խոսքը, այսպես ասած, հստակ լինի ձեզ համար։ Ես որ ասում եմ Ոնց պարզ ասեք, այդպես է լինելու է, տիկին Մկրտչյան։ Նկատի ունի փուլն է պարզ։ Այսինքն հարցը փուլը ավարտվել է եւ հաջորդիվ լինելու է արդեն միջնորդություններ տվյալ դեպքում ապացույցների հետազոտումը եւ սկսվելու է վկա հրավիրելու միջնորդության ներկայացում։ Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանի ասած պարզ չլինելուն, պարոն Հարությունյանը կոնկրետ ինչ է ասում։ Այդ արդեն հասկացանք, էլ ես խորանանք այդտեղ, ինձ պետք չի, ինձ պետք չի, դուք ասեք ինչ եք ասում։ Հարգելի նախագահող, ես հիմա բան եմ մեջ բերելու նոր Այդ միանգամից մեջ բերեք, այն ինչ որ ուզում եք ասել, սկսեք։ Տեսեք, դատական օրենքի համադրական օրենքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո բարձրագույն դատական խորհուրդը իրավունք ունի եւ նույն մասի 2-րդ կետի համաձայն դատավորի կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ հրավիրելու վկաներ։ Հիմա հարգելի խորհուրդ, ես որքանով որ տեղյակ եմ Եվ պարոն Հարությունյանը հենց դա նկատի ուներ, փաստերի շրջանակը ըստ էության բարձրագույն դատական խորհուրդը, որքանով որ ես տեղյակ եմ, չի որոշել։ Ուստի եւ հենց այդ փաստերի շրջանակը էական նշանակություն ունի այնքանը, որ տվյալ դեպքում պարոն Հարությունյանը այդ փաստերի շրջանակից ելնելով հատկապես այս ապացույցների ներկայացման, ապացույցների հետազոտման փուլում կարողանա արդյունավետ պաշտպանություն իրականացնել։ Ուստի եւ կխնդրեմ հարգելի խորհուրդ, եթե դա բարձրագույն դատական խորհուրդը, չգիտեմ, միգուցե ներքին քննարկումներով արդեն իսկ փաստերի շրջանակը որոշել են, մեզ էլ ներկայացնել այդ փաստերի շրջանակը, որովհետեւ մենք կարողանանք կոնկրետ հենց այս փուլում ապացույցների հետազոտման փուլում ապացույցներ ներկայացնելու փուլում Լսում եք դուք ժողովուրդ։ Ապացույցներ ներկայացնելու Լսեք հետո քննարկեք, էլ։ Որովհետև ձեր խոսքը նաև մեզ է խանգարում, ի՞նչն է զարմանալի, պարոն Ներսի։ Պարոն Զեյնալյան։ Հարգելի խորհուրդ, այլ հարցը որ գուցե խոսում եք անտեստ, դրան ուզում եմ հասկանալ, նաև դուք լսում եք, թե չէ, որտեղ կարևոր է։ Զուգահեռ մենք էլ մեր դիրքորոշումներն ենք, էլի հստակեցնում, բայց եթե խանգարել է ձեզ կներեք։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ նույնպես, ասեք։ Հենց այդ փաստերի շրջանակը, որ մեզ համար կոնկրետ պարոն Հարությունյանի համար հստակ լինելուց հետո արդեն իսկ մենք կկարողանանք պարոն Հարությունյանը կոնկրետ կկարողանա վկայակոչելով պայմանական X ապացույցի 150 X ապացույցի հիմնավորելու ճակերտավոր ասած իր անմեղությունը։ Հետևաբար հարգելի խորհուրդ կխնդրենք նաև այս փաստերի շրջանակի որոշման հետ կապված պարզաբանում ներկայացնեք, որպեսզի մենք կարողանանք արդեն իսկ այս շատ կարևոր փուլում արդյունավետ իրավունքի պաշտպանություն իրականացնել։ Նախ ուզում եմ արձագանքել, որ մենք առանձին ոնց որ թե առանձին ասեցիք, թե այլ կարգով ինչ-որ որոշումներ կայացնելու մասին։ Խոսքս պայմանական էր, սա խնդրեմ ընդունել։ Դե որ պայմանական է, շատ չանդրադառնամ, բայց ամեն դեպքում մենք որոշումները ինչ որ կայացնում ենք, դուք դրա մասին անպայման տեղյակ եք լինում, կամ դա լինում է ձեր միջնորդությունների հիման վրա, կամ ընդհանրակարգային առումով օրենքից բխող։ Հիմա այս ասացի վերաբերյալ ձեզ մի քանի րոպե ժամանակ խորհրդակցեք, հետո ես արդեն հարցեր եմ։
Հարգելի խորհրդգործուն կերոջս հետ հստակեցրինք դիրքորոշումը արդեն որպես կանոն 4 մասը 151-րդ հոդվածի, որտեղ նշվում է հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշել է ըստ էության պրակտիկայում այլ վարույթներով որպես առանձնացված փուլ հստակ սա չի արվել պրակտիկայում, այսինքն այն տրամաբանությամբ չի արվել նկատի ունենք, որ բնականաբար որոշումներում միշտ արտացոլվում է դա, այսինքն արվում է, բայց նիստի ընթացքում բանավոր հստակ առիթ չենք ունեցել անելու, որովհետև փաստական հանգամանքները որպես կանոն շատ ավելի պարզ են լինում, քան այս վարույթինն է։ Հետևաբար մենք չենք առարկի որպես լիազոր մարմին, եթե խորհուրդը նպատակահարմար համարի այս վարույթով նիստի ընթացքում փաստերի գործի հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակ որոշել, դրանք նիստի ընթացքում որոշել, այնուհետև շարժվել առաջ։ Շատ լավ, ձեր շնորհակալություն։ Հիմա Տիկին Մկրտչյան, ես համոզված եմ, որ այդքանն առնվազն կարող եք ներկայացնել, խնդրեմ ներկայացրեք գործի համար էականնշանակություն ըստ ձեզ։ Էականնշանակություն ունեցող փաստերը որոնք են, որոնք որ պետք է որոշվի։ Հարգելի խորհուրդ։ Այլ դիրքորոշում խորհրդի հարգելի անդամներ։ Հարգելի խորհուրդ։ Ուրիշ բան ունեք ասում։ Ինձ թվաց Հարգելի խորհուրդ, ըստ էության թույլ տվեք մի փոքր արձագանքել պարոն Զայնալյանի ասածին, իրավացիորեն նշել է, որ պարոն Զայնալյանը, որ պրակտիկայում որպես այդպեսին չի եղել, որ փաստերի շրջանակը որոշել, միշտ բարձրագույն դատական խորհուրդը իր որոշումներով է, այսպես ասած, առանձին բաժնով առանձնացրել։ Ես սա ինչու վկայակոչեցի, ըստ էության օրենսդիրը բարձրագույն դատական խորհրդին է այն վերապահել, եթե դուք, այսպես ասած, մեր կողմի կարծիքն եք լսում, կոնկրետ ես որպես ներգրաված ներկայացուցիչ ես կդժվարանամ այս պահին դա ասել, քանի որ ամբողջ ծավալով ես այդ մեկնաբանությունները մի վարքյան էլի, հա, այդ մեկնաբանությունները պարզ է, ես չի ասում դուք եք որոշում։ Ճիշտ է, խորհուրդն է որոշում։ Կարծիք եք հարցնում, պարոն Ըստ ձեզ, հետաքրքիր է, որպեսզի հետո այնպես չստացվի, որ առանց մեր կարծիքը լսելու համապատասխան որոշում կայացվեց։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ նախկինում չի եղել նման հանգամանքներ, այո, միգուցե դրա անհրաժեշտությունը նաև կողմերը չեն տեսել եւ դատավորը չի տեսել, հա, եւ լիազոր մարմնի ներկայացուցիչ չի տեսել, բայց դա իրականում նաև ամբողջությամբ ամրագրվել է, դրան կարևորությունը տրվել է։ Ավելին, շատ ժամանակ հիմնականում, ինչպես պարոն Հարությունյանն ասաց, անգամ ապաստների հետազոտումը կողմերը առանձնապես անհրաժեշտ չեն համարել են որպես հետազոտված, որովհետև բոլորը քաջատեղյակ են եղել։ Իհարկե այս process-ի ընթացքում պարոն Հարությունյանը գտնում էր, իհարկե ասել ենք դեռ կքննարկենք, գտնում էր որոշակի ապաստներ կա, առնվազն պետք է մենք անմիջականորեն հետազոտենք։ Դա էլ որոշակի միգուցե պրակտիկայի էլի ոչ թե շեղում լինի, այլ պրակտիկայի այլ դրսևորում լինի։ Հիմա ձեզ չի տրված այդ իրավասությունը որոշելու, եթե դուք այդ ձևով հասկացաք, դե շատ լավ է, որ նաև այդ ձև չեք հասկացել։ Պարզավ եւ օրենքում հստակ գրած է, իմ խոսքն էլ վերաբերում է նրան, որպեսզի դուք ձեր կարծիքն ասեք, ըստ դրա մենք արդեն առաջնորդվենք։ Մենք կարանք հիմա ասենք, դե լավ, ուրեմն էսա ու գնանք առաջ, բայց ասում ենք, լավ, դուք ինչ կարծիք ունեք։ Այդ կարծիքն ասեք, էսա լիազոր ներկայացուցչին կլսենք, դրանից հետո արդեն դուք ձեր ապացույցները վկայակոչելով, որովհետև ընթացքում էլ նաև պարոն Հարությունյանն էլ կփաստի, ակնհայտ է, որ ընթացքում էլ որոշակի ապաստներ ներկայացվել են։ Հետո կտեսնենք արդեն որն է, որ որոշում կայացնելու եւ միջնորդության հիմքում կաց փաստերի շրջանակում ներկայացված ապաստներն են։ Դրանք հետազոտելու արդեն process-ը կորոշենք, ինչ ձևով ենք անում ու կգնանք առաջ դեպի եզրափակիչ ելույթների փուլ։ Հիմա շրջանակը որոշելու վերաբերյալ այդ ձեր կարծիքն եմ ուզում։ Ըստ ձեզ, նաև մշտապես հաշվի առնվել, ես էլ ասեմ, որ ավելի պարզաբանված լինի, մշտապես հաշվի առնվել, որ լիազոր մարմնի ներկայացուցչի վրա է ըստ էության այդ ապացուցման բեռը դրված, դուք էլ լավ գիտեք, ընդհանրապես հիմա պարոն Հարությունյանը, ինչպես նաև միգուցե նաև մյուսները ուզեցել են ձեր ասած, հա, արդարացնելու իրենց կամ որոցե ձև պատասխանելու իրենց գործողությունները եւ հնարավոր ձևով պաշտպանվելու։ Էսա։ Հարգելի խորհուրդ, քանի որ շատ մանրամասն ինձ թվում է ներկայացրեցի, պարզաբանեցի, ոնց որ դուք եք ուզում մանրամասն ներկայացնել։ Բավականին ձեր խոսքը ի սկզբանե ընկալել էր, որ դուք բնականաբար կողմերի կարծիքն եք փաստերի շրջանակը որոշելու հարցում հարցնում, ինչ խոսք ես դա նկատի չունեմ, դա առարկություն չկա դրա հետ կապված, հարգելի խորհուրդ, բոլորովին։
Բայց քանի որ դուք կոնկրետ ինձ եք հարցնում փաստերի շրջանակը եւ ինչպես ես արդեն իսկ նշեցի, իմ ներգրավվածությունը չպլանավորած է եղել, ուստի հարգելի խորհուրդ, ես կխնդրեմ առաջնային քննարկել դատականիստը հետաձգելու հնարավորության հարցը, այնուհետև հաջորդիվ դատականիստի ժամանակ ես արդեն իսկ որպես արդեն ծանոթացած գործինյութերի եւ պարոն Հարությունյանի հետ, ինչպես նաեւ պարոն Զորայր Հարությունյանի հետ քննարկելով մեր կողմից կներկայացվի մեր դիտարկմամբ այն փաստերի շրջանակը, որոնք կարևոր են սույն գործով, կարևոր նշանակություն ունեն սույն գործով։ Ոստև կխնդրեմ հարգելի խորհուրդ այդ հարցին, այսպես ասած, ես ձեռն պահանջամ պատասխանելուց, առաջնային քննարկել դատականիստը հետաձգելու հնարավորության հարցը։ Շատ լավ։ Շնորհակալություն ձեզ։ Ամեն դեպքում հետևյալը կանենք փաստերի շրջանակը որոշելու այդ հարցի լուծման համար առաջ համարում եք հետաձգելու քննություն, թե դա կարող ենք լուծել հիմա, հետո նոր մնացած։ Ինչ կարծիքն է։ Լավ, ամեն դեպքում ընդհանուր ինչքանով որ ես հասկացա, ձեր հետաձգելու վերաբերյալ ձեզ այդ հնարավորությունը տալու այդ հարցը դեռևս քննարկենք, հիմա ամեն դեպքում անհրաժեշտ է համարում խորհուրդը լսել լիազոր մարմնի ներկայացուցչի դիրքորոշումը այդ մասով, հետո ձեզ էլի կլսենք։ Խնդրեմ։ Փաստերի մասով, չէ՞, հարկելի խորհուրդ։ Հա, փաստերի շրջանակը ձեզ ու։ Ըստ էության փաստերի շրջանակի մասով, ինչպես խորհրդի կողմից իրավացիորեն նշվեց, քանի որ ապացուցման պարտականությունը միշտ վարույթ հարուցած եւ միջնորդաբեր մարմնի վրա է դրված, միշտ միջնորդաբեր մարմինը միջնորդության մեջ որոշակի փաստական հանգամանքներ իր պրակտիկայում ընդգծում է եւ առանձին բաժնով առանձնացնում է, թե որոնք են ըստ էության այն փաստերը, որոնք նշանակություն կարող են ունենալ միջնորդության լուծման համար։ Կոնկրետ այս միջնորդության մեջ այդ փաստերը առանձնացված են երկրորդ բաժնում, որպես հարցի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել միջնորդության 5-րդ էջի 2.4 կետով բարբերությամբ նշված փաստերին, մասնավորապես որոնք վերաբերում են գնահատական տալուն վերջին 1 տարվա ընթացքում դատավորների միության կողմից անկախության եւ այլնի, մյուսը դատավորը ըստ էության արձանագրել է իր գնահատականն առայն, որ 10 դատավորներից բաղկացած կոլեգիալ մարմնում կոնսենսուսային միաձայն որոշումների արկայությունը պարտադիր ենթադրում է ինչ-որ ուղղորդման արկայություն, երկրորդը վերջին 6 ամսվա ընթացքում դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա, ի հավելում են դրա մատնանշելով իր գնահատականը 20-ից ավելի դատավորների լիազորությունների անօրինական կերպով դադարեցման մասին։ Այս փաստերը Ներողություն, որն եք կարդում, մի հատ ասեք։ Միջնորդության 5-րդ էջի 2.4 5-րդ էջի, ես էլ 5-րդ կետը նայեմ, ասում ստեղ տենց բան։ 5-րդ էջի 2.4 բարբերություն հարկելի խորհուրդ։ Շատ լավ։ Այ այս փաստերի հետ կապված պարոն Հարությունյան, դուք մասնավորապես խորապես մասնակցել եք նաև այդ հարցու պատասխանին։ Հիմա այս սրա մասով ըստ ձեզ լրացուցիչ ինչ 5-րդ էջի 2.4 չէ 2.4 ըստ ձեզ ավելացնելու որևէ փաստ կա, թե ես պատրաստ չեմ եք, որ պատրաստ չեմ այս հարցին պատասխանեմ, մինչև փաստաբաններից հետ լիարժեք չխորհրդակցեմ, եթե փաստաբանս կարող է պատասխանել, թող պատասխանի։ Շատ ասեք տեսնենք, Տիկին Մկրտչյան, ընդհանուր առմամբ բովանդակությունը միանշանակ ձեզ պետքա որ պարզ լինի։ Հա, հարգելի խորհուրդ, ինչ խոսք, ինչպես դատական, այնպես կիսաներական օրենքով է նախատեսված ապացուցման բեռի բաշխումը։ Բայց այնուամենայնիվ ես կխնդրեմ այս փուլում կոնկրետ մեր կողմից մեր դիրքորոշումը ներկայացնելու, կարծես թե մի փոքր սա լրացնեմ, կարծես թե կարող է թվալ թե փաստերը պարզ են, բայց թույլ տվեք մենք խորհրդակցենք, միգուցե մենք լրացուցիչ փաստարկներ եւ այս ընթացքում պարոն Հարությունյանը բազմաթիվ միջնորդություններով ներկայացված փաստերի մասին է խոսել եւ փաստարկներ է ներկայացրել։ Միգուցե մենք լրացում ունենանք անելու, ուստի եւ հարգելի խորհուրդ, որքան էլ որ դատական օրենսգիր սահմանադրական օրենքով ապացուցման բեռը հստակ բաշխված է, բայց մեր կարծիքը լսելու տեսանկյունից
Մեր կարծիքը լսելու տեսանկյունից ես շատ եմ կարևորում, որպեսզի Բարձրագույն դատական խորհուրդը մեզ հնարավորություն տա, մենք կարողանանք երեքով քննարկել եւ մեր դիրքորոշումը ներկայացնել կոնկրետ գործի համար նշանակություն ունեցող փաստերի հետ կապված։ Ասածս այն է, հենց այս փուլում կխնդրեմ այսինքն մեր դիրքորոշումը հայտնելու հետաձգել։ Հասկացած ես։ Եթե թույլ կտաք մի հատ բան ուղղակի ասեմ, ես ինչքանով որ պարզ է ինձ համար այս ընթացակարգը, զուտ մի հատ եթե հնարավոր է պարզաբանել։ Խնդրեմ։ Օրինակ, եթե ես փաստ առաջադրեմ, արդյոք տեղի է ունեցել դատական իշխանության դատավորի նկատմամբ ոչ օրինական միջամտություն, ոտնձգություն, այն ճակերտներում ասած հարձակումը, այդ դրա բացակայությունը կամ դրա հաստատված լինելով ոնց է լինում, այսինքն ես կարող Պարոն Արությունյան, ես հասկացա, ես հասկացա ինչ եք ասում։ Հիմա նայեք, այդ պարտականության բաշխում ասած այդ ապացուցելը, հիմա ձեր ներկայացնեց ձեր հետ հավաստելով կգնանք։ Ձեր խոսափողն անջատեք, որ հանկարծ այնագրման խնդիր չառաջանա։ Նայեք, մենք ունենք միջնորդության հիմքում դրած փաստեր, ընդ որում դուք էլ կհիշեք դատական բոլոր նիստերում, մենք շեշտադրումը դրել ենք հետևյալի վրա, որ հարցերը մենակ այդ մի օրինակով բերեմ, բայց ընդհանուր առմամբ պարզ է, հարցերի եւ պատասխանները տրվում են միջնորդության հիմքերի, միջնորդությամբ վկայակոչած փաստերի շրջանակում, որպեսզի այդ միջնորդության վկայակոչած հանգամանքները հաստատվեն կամ հերքվեն, ինչպես որ ընդունված է ասի։ Պարոն Արությունյան, ձեր ասածները, դուք այդ դրաշրջանակում ունեք միջնորդություն։ Հենց նոր ինչի մասին որ խոսում եք, այն միջնորդությունն է, որը որ մենք թողել ենք վերջում քննության առնելու եւ դրա հետ կապված ամբողջ փաթեթը ոնց որ 80 էջանոց եւ 300 քանի չեմ այս բանը չեմ հիշի, բայց այս մի հատորը ոնց որ թե այդ միջնորդությունն է գից փաստաթղթերով։ Հիմա մենք ըստ էության այդ ապացույցները ներկայացնելը սա պարզաբանելու, որ ասում եք համ պարզա, համ ամեն դեպքում մի հատ էլ եք ուզում։ Այդ միջնորդության հիմքում ընկած փաստերի շրջանակում մենք պետք է հասկանանք ինչ ապացույցներ եք ուզում, եթե իհարկե ուզում եք դրանք ներկայացնել, հետո դրանք հետազոտել, հետո դրանց վերաբերյալ բոլորս դուք, այսինքն ձեր դիրքորոշումները արդեն կհայտնեք հետազոտված ապացույցների վերաբերյալ, եթե ընթացքում դրա անհրաժեշտությունը լինի պարզաբանման տեսքով, օրինակ, որտեղ միգուցե ասենք, այս րոպեից այս խոսքը կամ չգիտեմ եւ այլն, վերջում եզրափակիչ ելույթով ամբողջական ներկայացնել Ապրում 385 էր, նաև կրիչներ, կրիչ եւ այլն։ Կներեք, նախորդ նիստում հավաստիացրեցիք, որ բոլորի մեյլերին ուղարկվել է իմ ուղարկածը, բայց ես անկեղծ ասած իմ կողմից ԲԴԽ-ին կամ դեպարտամենտին էլեկտրոնային ուղարկված տարբերակ չգտա։ Չհասկացա, ինչ չգտա։ Նախորդ դատական նիստում այդ միջնորդությունը եւ գիծնյութերի մասին որ խոսք գնաց, ամեն դեպքում իմ միջնորդությունը էլեկտրոնային եղանակով դեպարտամենտի Այն 80 էջանոցի մասին է խոսքը։ Ես Ասում եվարկան միջև վերջ ասի, հա։ Հա, ոչ չէ։ Ասեք դուք միջև վերջ, եթե չի ասի, ամեն Պարոն Արությունյան, չէ, մենք հետո նայեցինք, մեր աշխատակիցները սկանավորել են եւ ուղարկել են մեզ։ Այսինքն ձեր սկանավորած տարբերակը դա է ակնհայտ է հենց բանի մուտք եղած սկանավորված տարբերակով հղումներ կարող եմ անում եք մտնել։ մի րոպե էլի։ այո, եթե բանը կարող ենք նայել, խնդրեմ Չէ, չի։ ձեր աշխատանքային հարմարավետության տեսանկյունից եմ ասում, հղում կարող եք։ Խնդիր չէ, այդ տեսանկյունից խնդիր չկա։ Եթե որևէ հեղման պետք լինի, արարություն լինի, անպայման կմտնենք։ Եթե չի լինում կարող եմ ուղարկել։ Եթե ուզում եք ուղարկեք, բայց ամեն դեպքում այդ ձևով ձևակերպով ուղարկել եմ։ Մի վարքյան։ Որպեսի ավելի հստակ լինի։ Այս գործում դուք տեսել եք եւ էլեկտրոնային մեյլով ուղարկածն է տպված դրված ամեն դեպքում, նաեւ մակից ձեր խնդրանքը, որ հարգելի գործընկեր, խնդրում եմ գից միջնորդության ներկայացված է դատական նիստում էլեկտրոնային տարբերակը տրամադրել ԲԴԽ բոլոր անդամներին։ Ինչ։ Հա։ Դուք մտածում եք ուղարկել, կասկածում եք, որ ուղարկել եք թե չէ, թե մտածում եք մեզ հասելա թե չէ։ Որն եք ուզում ճշտել։ Ես հասկացա, դուք վստահ եք, որ դուք ուղարկել եք, մեզ տարամադրված լինելն եք ուզում ճշտեիք։ Թե ես սխալ հասկացա։
նախորդ նիստում ասացիք, որ մեյլով ուղարկել ենք, ստացել եք բոլորը, Իմեյլ եմ ասում, ես ստացել եմ, հա։ Հովհաննիսյանը ասում է, որ սկան տարբերակ Այո, ստացել ենք, սկանավորվածն է ինձ մոտ։ Այստեղ խնդիրը նրանում է, էական է։ որ իմ Հասկացա։ ելից մասում է, մեյլից չկա այդ, որ ես ձեզ ուղարկել եմ։ Եթե սկանավորվածն է ուղարկվել, էլի լավ է։ Սա ասում եթե չեմ ուղարկել, Չէ, էլեկտրոնային։ տարբերակը, որ հեշտ խաղումները բացվեն։ Այդ է խնդիրը։ Մի րոպե, ժողովուրդ։ Հնարավոր է ստացածն եք, բայց ինչպես Հովհաննիսյանը նշեց, սկանավորված տարբերակը, որ դեպարտամենտի կողմից արկած, եթե փաստարկը սկանավորվում են, այդ խաղումները երբեմն չի աշխատում։ Հնարավոր հասնում, եթե աշխատում, ռոբոն է, եթե չի կարող է նորմալ տարբերակը, նույնակ տարբերակը վարկել, որ խաղումները հանգիստ աշխատեն։ Նա դուք էլեկտրոնային այսօր այնուամենայնիվ հենց էլեկտրոնային ֆայլը այդ ձևով ուղարկեք 0302 Հետագայում էլ եթե դատական ակտ կայացվելու օգտվեն Այն որ ստացել ենք, այդտեղ երկրորդ բան չկա, բոլորս ենք ստացել, ամեն դեպքում մի հատ էլեկտրոնային ուղարկեք, որպեսզի ընդհանրապես խնդիր չլինի, էլի չեմ կարծում, որ խնդիր լինի, բայց այն որ ասում ապահովության համար։ Հարգելի խորհրդում կտակ Հա, ասեք։ ըստ էության Պարոն Արությունյան, ձերն անջատեք։ Հարգելի խորհուրդ, բոլոր դեպքերում ես պնդում եմ, որ դատական նիստը այս փուլով հետաձգել, քանի որ ըստ էության, եթե դատական անձիկ սահմանադրական օրենքով հստակապացուցման բեռը բաշխված է, ըստ էության խորհրդի համար պարզ են։ Ես ոնց հասկացա տեղում քննարկման արդյունքում տպավորությամբ եմ կիսվում, կխնդրեմ մեր դիրքորոշումը կոնկրետ ապացուցման ներողություն փաստերի շրջանակի հետ կապված մեր դիրքորոշումը մենք հաջորդ դատական նիստին էլի եթե դատանը երկի խորհուրդը հետաձգի դատական նիստը հաջորդ դատական նիստին մենք հստակ ասենք ու ստացան Շատ լավ, բարձր այն որոշումը ես հասկացա այն որ ձեր տպավորությունների մասին կիսվեցիք, այո, կարող է կիսվել, բայց ձեր տպավորությունը այս բանի սխալ էր, որովհետև մենք որոշում չունենք։ Այդպես ամեն դեպքում ես առաջարկում խորհրդի հարգելի անդամներ թեկուզ կարճ է ստացվում, բայց ինքը բովանդակային առումով ողջամիտ է, այդ հնարավորությունը մի հատնեմ ամեն դեպքում այդ մեյլով ուղարկելու հետ կապված ընդհանրապես հիշեցնեմ ձեզ պարոն Հարությունյան, որ մենք հիմք ենք ընդունելու բովանդակային առումով, հա, փաստաթղթային առումով մենք հիմք ենք ընդունելու այն ինչ որ գործում կա, ուղղակի դա մենք լրացուցիչ ձեր առաջարկը ընդունում ենք, որպեսզի այդ ինչա կոչվում հա, այդ հղումները, որպեսզի այդ հղումները կարողանանք ավելի հեշտ գտնել, բայց մենք ըստ էության պարզա բոլորս գիտենք, որ հիմք ենք ընդունելու գործով ներկայացված փաստաթղթային տարբերակ է, այսինքն բովանդակության նստեյության մենք դրա չենք ներում։ Ավելին ասեմ, դուք կարող եք միայն այդ լինքերը, լինք ոչինչ չէ, որ այս ձև եմ ասում, մենակ կարող եք այդ հղումները, կարող եք անգամ մենակ հղումներն ուղարկել։ Պատկերացիք, չէ, որովհետև թղթային տարբերակը գործում կա, մի հատ էլ այնպես ուղարկել եք, մենակ հղումներն ուղարկեք, իր լրումը նրա, որպեսզի հղումներով աշխատելը շատ ավելի հեշտ լինի եւ ձեր մտածած ձևով մենք հետազոտելու, ուսումնասիրելու դրա հնարավորություն ունենանք այդ որոշումը վերջնական ակտով կայացնելու ընթացքում կամ ինչպես ասել եմ, մինչ այդ եթե դրա հնարավորությունը գտնենք։ Շատ լավ, ամեն դեպքում այդ հղումները, մեզ առավելապես հղումներն են անհրաժեշտ, ոչ թե անհրաժեշտ են, այլ դուք եք ուզել, մենք էլ համաձայնվել ենք, որ ավելի հեշտ աշխատենք, նաև երևի թե անհրաժեշտ։ Այսքանով խորհուրդը տեղում խորհրդակցելով ձեզ այդ հնարավորությունը կտա, առնվազն այս փուլում պատշաճորեն ներկայացնելու արդեն քննարկված է, նաև հաշվի առնում, որ պարոն Հարությունյանը ունի նաև այլ ներկայացուցիչ, ով այսօր այլ նիստերով իհարկե զբաղված լինելու պատճառով չի ներկայացել, դրա հնարավորությունը ակնհայտորեն ունի, մենք դատական քննությունը կշարունակենք վաղը ժամը 10:30 նույն վայրում, համարվում եք պատշաճանուցված, նշանակված նիստի վայրի մասին, ասեք, բայց մինչև կեսօր։ Հարգելի խորհուրդ,
Վաղը ժամը 10:30 ազգային ժողովում նախագիծ ունեմ զեկուցելու հնարավոր է երկրորդ կես նիստը երկրորդ կեսը չունենք։ Մինչև քանիսը կլինի։ Գոնե այս մասը համարենք լուծված։ Դե մի ժամ առնվազն կտվի, ժամ ու կես։ Ժամը 12-ին կարողանանք ներկայանալ։ Այո, կարծում եմ, այո, ես այնտեղ կխնդրեմ առաջին կզեկուցեմ։ Կամ 11:30 չգիտեմ դուք 12-ը ասեք։ ավելի հավանական է։ Ահա, շատ ավելի լավ, պարոն Հարությունյան ներկայացնել, մի քանի ժամ ավել կունենան աշխատելու, ավելի հանգիստ կաշխատեն։ Չեմ խորհուրդ հստակեցնել մինչև ժամը քանիսն ենք աշխատելու վաղը, սա էլ էլի։ Ոայ ջելի չեմ միացրել, մի հատ էլ ասեմ, լավ, մոտ 2 ժամ կաշխատենք, հաջորդը կլինի հաջորդ երկուշաբթի։ Շնորհակալություն։ Այդ ամսաթիվն էլ կարող եմ ասել։ Կլինի մարտի 2-ին, ոնց որ գործընկերները հուշեցին։ Այսպիսով քննությունը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը 2026 թվականի փետրվարի 24-ին ժամը 12:00-ին տեղի կունենա, նույն վայրում համարվում եք պատշաճ ծանուցված նշանակված նիստի ժամանակի եւ վայրի մասին եւ ձեզ ծանուցում չի ուղարկվի, դատական նիստը հայտարարվում է փակված։